1997 թվականի մարտի 21-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը դարձավ Հայաստանի երկրորդ նախագահը, նա ժառանգեց ոչ միայն երկիր, այլև մի խնդիր, որը կարող էր ամեն ինչ փլուզել։ Անդրանիկ Մարգարյանը, վարչապետը, ով վերահսկում էր կառավարության բոլոր թելերը, չէր ենթարկվում նոր նախագահին։ Նա ուներ իր թիմը, իր ազդեցությունը, իր տեսլականը։ Եվ ամենակարևորը, նա գիտեր չափազանց շատ բան Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ կատարված գործարքների, գաղտնի պայմանագրերի և անհետացած միլիոնների մասին։ Քոչարյանի համար Մարգարյանը չէր եղել միայն քաղաքական գործընկեր, նա էր այն մարդը, ով կարող էր մեկ հարցազրույցով քանդել ամբողջ իշխանական համակարգը։ Բայց ինչպես կարելի էր ազատվել մարդուց, ով վայելում էր ժողովրդի անսահմանափակ վստահությունը, ում անունը արտասանում էին հարգանքով, ում դիմանկարը կախված էր հազարավոր տների պատերին։ Անդրանիկ Մարգարյանի անձնական պահակները հիշում են մի տարօրինակ դրվագ, որը տեղի ունեցավ 1997 թվականի ապրիլին։ Վարչապետը վերադարձավ նախագահական պալատից անսովոր լուռ և մտածված։ Նա մտավ իր աշխատասենյակ և հրամայեց, որ ոչ ոք չխանգարի իրեն հաջորդ 3 ժամվա ընթացքում։ Պահակները, ովքեր կանգնած էին դռան մոտ, լսեցին, թե ինչպես է Մարգարյանը զանգահարում իր ամենամոտ խորհրդականներին մեկ առ մեկ։ Նրանց զրույցները կարճ էին, բայց տոնը անհանգիստ։ Մեկ պահակ, ով այդ օրը հերթապահում էր, հիշում է, որ երբ Մարգարյանը դուրս եկավ աշխատասենյակից, նրա դեմքը գունատ էր, իսկ ձեռքերը թեթևակի դողում էին։ Նա նայեց ինձ այնպես, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց հետո միայն գլուխը շարժեց և անցավ կողքով։ Պատմում է այդ մարդը, ով այժմ ապրում է Մոսկվայում և համաձայնել է խոսել միայն անանուն պայմանով։ Ինչ էր տեսել Մարգարյանը այդ հանդիպման ժամանակ։ Ինչ էր իմացել, որ նրան այդքան խորապես անհանգստացրեց։ Եվ ինչու էր նա զանգահարում իր մտերիմներին, կարծես նախազգուշացնելու համար։ Բայց եկեք վերադառնանք 1995 թվականին, երբ Անդրանիկ Մարգարյանը դեռևս էր պարզապես Հանրապետական կուսակցության ղեկավարը, մարդ, ով երազում էր վերակառուցել Հայաստանը։ Այդ ժամանակ նա ապրում էր համեստ բնակարանում Երևանի կենտրոն թաղամասում, վարում էր հին Վոլգա մակնիշի ավտոմեքենա և իր ամսական աշխատավարձը 250,000 դրամ ծախսում էր ընտանիքի և կուսակցության կարիքների վրա։ Նրա կինը, Ռուզաննա Մարգարյանը, աշխատում էր դպրոցական ուսուցչուհի և վաստակում էր ամսական 150,000 դրամ։ Նրանց երկու որդիները, Տարոնը և Թևոսը, սովորում էին պետական դպրոցում, իսկ ընտանեկան ճաշերը հաճախ բաղկացած էին պարզ ուտեստներից՝ լոբով, մակարոններով և հազվադեպ միսով։ Սա էր իրականությունը։ Մարդու, ով 5 տարի անց կդառնար երկրի վարչապետ և կվերահսկեր միլիարդավոր դրամների բյուջե։ Բայց արդյոք այդ համեստությունը իսկական էր, թե միայն դիմակ, որը Մարգարյանը կրում էր հանրության առջև։ 1996 թվականի հունվարին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը նշանակեց Անդրանիկ Մարգարյանին վարչապետ, շատերը զարմացան։ Մարգարյանը չէր եղել հայտնի դեմք, նա չուներ բարձր պաշտոններ նախկին խորհրդային համակարգում, նա չէր ունեցել կապեր օլիգարխների հետ։ Նա էր պարզապես կուսակցական ղեկավար, ով վայելում էր հարգանք իր անկեղծության և աշխատասիրության համար։ Բայց կային մարդիկ, ովքեր գիտեին ճշմարտությունը։ Մարգարյանի նշանակումը վարչապետ չէր եղել պատահական։ Նա ընտրվել էր, որովհետև նա էր միակ մարդը, ում վստահում էին բոլոր կողմերը՝ և Տեր-Պետրոսյանը, և Քոչարյանը, և Վազգեն Սարգսյանը։ Նա էր կամուրջը, որը միավորում էր տարբեր խմբավորումները, մները, բայց այդ կամուրջը շուտով կդառնար խոչընդոտ։ Երբ 1997 թվականի սեպտեմբերին Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և Քոչարյանը դարձավ նախագահ, Մարգարյանը մնաց վարչապետ։ Բայց այժմ նա աշխատում էր մարդու համար, ում նա չէր վստահում, և Քոչարյանը զգում էր դա։ Անդրանիկ Մարգարյանի աշխատասենյակում, կառավարական տան 3-րդ հարկում, կար մի սեյֆ, որի կոդը գիտեին միայն 3 մարդ՝ ինքը, նրա անձնական օգնականը և նրա ամենամոտ խորհրդականը։ Այդ սեյֆում պահվում էին ոչ թե փողեր կամ ոսկի, այլ փաստաթղթեր։ Փաստաթղթեր, որոնք կարող էին փլուզել կարիերաներ, բացահայտել կոռուպցիոն սխեմաներ և ցույց տալ, թե ինչպես են միլիարդավոր դրամներ անհետացել պետական բյուջեից։ Մարգարյանը հավաքել էր այդ փաստաթղթերը տարիների ընթացքում ոչ թե շանտաժի համար, այլ որպես ապահովագրություն։ Նա գիտեր, որ քաղաքականությունը դաժան խաղ է և որ ցանկացած պահի նրա դեմ կարող են դավադրություն հյուսել։ Այդ փաստաթղթերը նրա պաշտպանությունն էին։ Բայց 1997 թվականի մայիսին, երբ Մարգարյանը մեկնեց Մոսկվա պաշտոնական այցով, նրա աշխատասենյակ մտավ մի խումբ մարդիկ։ Նրանք չէին եղել սովորական գողեր, նրանք գիտեին ճիշտ, թե որտեղ է սեյֆը, և նրանք ունեին կոդը։ Երբ Մարգարյանը վերադարձավ Երևան, սեյֆը դատարկ էր, փաստաթղթերը անհետացած, նրա ապահովագրությունը գողացված։ Ո՞վ էր կազմակերպել այդ գողությունը։ Ինչպես էին նրանք իմացել կոդը։ Եվ ամենակարևորը,
ինչ էր պատահելու այն մարդու հետ, ով այժմ մնացել էր առանց պաշտպանության։ Մարգարյանի մոտ աշխատած մի նախկին պաշտոնյա, ով այժմ ապրում է Լոս Անջելեսում, հիշում է, որ վարչապետը այդ օրից հետո փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի զգույշ։ Նա այլևս չէր վստահում նույնիսկ իր ամենամոտ մարդկանց։ Եվ նա սկսեց խոսել իր ընտանիքի հետ այն մասին, թե ինչ պետք է անեն, եթե նրա հետ ինչ-որ բան պատահի, պատմում է այդ մարդը։ Արդյոք Մարգարյանը գիտեր, որ իր օրերը հաշված են։ Արդյոք նա նախազգուշացվել էր։ Եվ եթե այո, ապա ինչու նա չփախավ, չհրաժարական տվեց, չփորձեց փրկել իր կյանքը։ 1997 թվականի հունիսին Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց մի մարդու հետ, ով փոխեց ամեն ինչ։ Այդ մարդը չէր եղել քաղաքական գործիչ, ոչ էլ բիզնեսմեն։ Նա էր պարզապես բժիշկ, կարդիոլոգ, ով աշխատում էր Երևանի կարդիոլոգիայի կենտրոնում։ Մարգարյանը եկել էր պլանային զննման, բայց այն, ինչ բժիշկը տեսավ էլեկտրոկարդիոգրամում, նրան անհանգստացրեց։ Վարչապետի սիրտը ցույց էր տալիս անոմալիաներ, անկանոն զարկեր, թուլացած մկանային տոնուս, նշաններ, որոնք կարող էին ցույց տալ լուրջ հիվանդության սկիզբը։ Բժիշկը առաջարկեց լրացուցիչ հետազոտություններ, բայց Մարգարյանը մերժեց։ «Ես չունեմ ժամանակ հիվանդանալու համար», ասաց նա եւ հեռացավ։ Բայց բժիշկը, ով մտահոգված էր, որոշեց գրել մանրամասն զեկույց եւ ուղարկել այն առողջապահության նախարարություն։ Այդ զեկույցը երբեք չհասավ նախարարություն։ Այն կորավ ճանապարհին։ Ո՞վ էր կանգնեցրել այդ զեկույցը։ Ո՞վ էր ուզում, որ Մարգարյանի առողջական խնդիրները մնան գաղտնի։ Եվ ինչու։ Երբ խոսում ենք Անդրանիկ Մարգարյանի մասին, մենք պետք է հասկանանք մի բան. նա չէր եղել սովորական քաղաքական գործիչ։ Նա էր մարդ, ով իսկապես հավատում էր իր գաղափարներին, ով երազում էր ստեղծել Հայաստան, որտեղ արդարությունը կլիներ ավելի կարևոր, քան փողը, որտեղ օրենքը կգործեր բոլորի համար հավասարապես։ Բայց այդ երազանքը բախվում էր իրականությանը, որտեղ իշխանությունը պատկանում էր նրանց, ովքեր վերահսկում էին զենքը, փողը եւ ազդեցությունը։ Մարգարյանը փորձեց փոխել այդ համակարգը ներսից, բայց ամեն անգամ, երբ նա մոտենում էր իրական փոփոխություններին, նա բախվում էր անտեսանելի պատին։ Այդ պատը կառուցված էր մարդկանցից, ովքեր ունեին ամեն ինչ կորցնելու բան եւ ոչինչ չէին ուզում փոխել։ 1997 թվականի հուլիսին Մարգարյանը կազմակերպեց գաղտնի հանդիպում իր ամենավստահելի խորհրդականների հետ։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե կառավարական տանը, այլ մի փոքրիկ առանձնատանը Ծաղկաձորում, հեռու Երևանի աղմուկից եւ հետախուզական ծառայությունների ականջներից։ Այնտեղ Մարգարյանը բացեց իր սիրտը։ Նա պատմեց, թե ինչպես է զգում, որ նրա շուրջը սերտվում է օղակը, թե ինչպես է նկատում, որ նրա հեռախոսազրույցները գաղտնալսվում են, թե ինչպես է տեսնում, որ նրա մոտ աշխատող մարդիկ մեկ առ մեկ փոխարինվում են նորերով, մարդկանցով, ում նա չի ճանաչում, ում նա չի վստահում։ Նրանք ուզում են ինձ մեկուսացնել, ասաց Մարգարյանը այդ հանդիպման ժամանակ, համաձայն մի մասնակցի, ով այժմ ապրում է Կանադայում։ Նրանք ուզում են, որ ես դառնամ մարիոնետ, որը միայն կատարում է հրամաններ։ Բայց ես չեմ կարող դա անել։ Ես չեմ կարող դավաճանել այն, ինչի համար մենք պայքարել ենք։ Բայց ո՞վ էին նրանք, որոնց մասին խոսում էր Մարգարյանը։ Նրա խորհրդականները հարցրին, բայց վարչապետը չտվեց անուններ։ Նա միայն ասաց, որ դրանք են մարդիկ, ովքեր վերահսկում են իրական իշխանությունը Հայաստանում, մարդիկ, ովքեր կանգնած են նախագահի հետևում եւ շշնջում են նրա ականջին։ Մարգարյանը խոսեց նաեւ այն մասին, որ նա պատրաստում է մի փաստաթուղթ, հուշագիր, որտեղ նա կգրի ամեն ինչ, ինչ գիտի կոռուպցիայի, գաղտնի գործարքների եւ իշխանության չարաշահման մասին։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, այդ փաստաթուղթը կհրապարակվի, ասաց նա։ Բայց արդյոք այդ փաստաթուղթը իսկապես գոյություն ուներ։ Եվ եթե այո, ապա որտեղ է այն այժմ։ Ինչու այն երբեք չհրապարակվեց։ 1997 թվականի օգոստոսին տեղի ունեցավ դեպք, որը շատերը համարում են նախազգուշացում Մարգարյանին։ Վարչապետի ավտոշարասյունը վերադառնում էր Երևան-Գյումրիից, երբ հանկարծ մի բեռնատար մեքենա դուրս եկավ կողային ճանապարհից եւ փորձեց կտրել ուղին։ Մարգարյանի վարորդը, փորձառու եւ արագ արձագանքող մարդ, կարողացավ խուսափել բախումից, բայց ավտոմեքենան դուրս եկավ ճանապարհից եւ կանգնեց դաշտում։ Ոչ ոք չվնասվեց, բայց բեռնատարը չկանգնեց։ Այն շարունակեց երթևեկությունը եւ անհետացավ։ Ոստիկանությունը երբեք չգտավ այդ բեռնատարը, չնայած որ Մարգարյանի պահակները տվեցին մանրամասն նկարագրություն։ Սա պատահակ էր, թե փորձ վախեցնելու վարչապետին։ Մարգարյանի ընտանիքի անդամները հիշում են, որ այդ դեպքից հետո նա դարձավ ավելի նեղվող եւ ավելի քիչ էր խոսում իր աշխատանքի մասին տանը։ Բայց եկեք խոսենք Տարոն Մարգարյանի մասին, Անդրանիկի ավագ որդու մասին, ով այդ ժամանակ ընդամենը 21 տարեկան էր եւ սովորում էր Երևանի պետական համալսարանում։ Տարոնը մեծացել էր քաղաքական ընտանիքում, բայց նա չէր ցուցաբերում հատուկ հետաքրքրություն քաղաքականության նկատմամբ։
Նա ավելի շատ հետաքրքրված էր սպորտով, ընկերներով, սովորական երիտասարդական կյանքով։ Նրա հայրը Անդրանիկը երբեք չէր ճնշել նրան, որ ընտրի քաղաքական կարիերա։ Ընդհակառակը, նա հաճախ ասում էր, որ ուզում է, որ իր որդիները ապրեն նորմալ կյանք, հեռու քաղաքականության կեղտոտ խաղերից։ Բայց ճակատագիրը ուրիշ բան էր պատրաստել Տարոնի համար։ 1997 թվականի սեպտեմբերին, երբ Անդրանիկ Մարգարյանի առողջական վիճակը սկսեց վատանալ, Տարոնը սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել հոր հետ։ Նրանք երկար զրույցներ էին ունենում, եւ Անդրանիկը փորձում էր փոխանցել որդուն իր փորձը, իր իմաստությունը, իր նախազգուշացումները։ Մի երեկո, համաձայն ընտանիքի մի անդամի, Անդրանիկը կանչեց Տարոնոնին իր աշխատասենյակ եւ ասաց նրան մի բան, որը երիտասարդը երբեք չէր մոռանա։ Տարոն, եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, դու պետք է խոստանաս ինձ մի բան։ Դու պետք է պաշտպանես մեր ընտանիքի պատիվը։ Դու պետք է չթույլ տաս, որ նրանք ստեն մեր անունը, որ նրանք ասեն, թե ես եղել եմ կոռումպացված կամ դավաճան։ Դու պետք է պայքարես ճշմարտության համար, անկախ նրանից, թե որքան դժվար կլինի։ Տարոնը խոստացավ։ Բայց արդյոք նա պահեց այդ խոստումը։ Արդյոք նա իսկապես պայքարեց ճշմարտության համար։ Թե նա ընտրեց ուրիշ ճանապարհ, որը տանում էր դեպի իշխանություն, բայց պահանջում էր զոհաբերություններ, որոնք շատերը կհամարեին անընդունելի։ 1997 թվականի հոկտեմբերի 12-ին, ժամը 11-ին առավոտյան, Անդրանիկ Մարգարյանը նստած էր իր աշխատասենյակում կառավարական տանը եւ ընթերցում էր զեկույց տնտեսական իրավիճակի մասին։ Նրա օգնականը մտավ եւ ասաց, որ մի անհայտ այցելու է ուզում տեսնել նրան, առանց նախապես պայմանավորված հանդիպման։ Մարգարյանը սովորաբար չէր ընդունում այդպիսի այցելուներ, բայց այս անգամ նա համաձայնեց։ Ինչու՞։ Ով էր այդ մարդը, որ վարչապետը կոտրեց իր սովորական կանոնները։ Պահակները, ովքեր այդ օրը հերթապահում էին, հիշում են, որ այցելուն էր միջին հասակի, մոտ 45 տարեկան, հագնված էր մուգ կոստյումով եւ ունեցել է դիվանագիտական տեսք։ Նա խոսեց ռուսերեն, թեթև արտասահմանյան առոգանությամբ։ Հանդիպումը տևեց ճիշտ 1 ժամ։ Երբ այցելուն դուրս եկավ, նրա դեմքը անարտահայտ էր, բայց Մարգարյանը, ով ուղեկցեց նրան դռան մոտ, նայում էր խիստ լարված։ Ինչ էր քննարկվել այդ հանդիպման ժամանակ։ Մարգարյանի օգնականը, ով մնաց դռան մոտ, լսեց միայն զրույցի վերջին նախադասությունը։ Այցելուն ասաց. «Դուք ունեք ընտրություն, պարոն վարչապետ, բայց ժամանակը սահմանափակ է»։ Մարգարյանը չպատասխանեց։ Նա միայն գլուխը շարժեց եւ փակեց դուռը։ Հաջորդ մի քանի ժամվա ընթացքում վարչապետը չընդունեց ոչ մի այցելու, չպատասխանեց ոչ մի հեռախոսազանգի։ Նա նստած էր իր աշխատասենյակում լուռ եւ անշարժ, կարծես փորձելով որոշում կայացնել, որը կփոխեր նրա ողջ կյանքը։ Արդյոք այդ այցելուն եկել էր առաջարկելու նրան գործարք։ Արդյոք նրան ասվել էր, որ եթե նա համագործակցի, նրա կյանքը կփրկվի, բայց եթե հրաժարվի, հետևանքները կլինեն ողբերգական։ Եվ ամենակարևորը, ով էր ուղարկել այդ մարդուն։ Ով էր այնքան հզոր, որ կարող էր ուղարկել գաղտնի դեսպան Հայաստանի վարչապետին։ 3 օր անց 1997 թվականի հոկտեմբերի 15-ին Անդրանիկ Մարգարյանը հանդիպեց Ռոբերտ Քոչարյանի հետ նախագահական պալատում։ Այդ հանդիպումը նույնպես չէր եղել պլանավորված։ Քոչարյանը անձամբ զանգահարել էր Մարգարյանին եւ խնդրել էր անհապաղ հանդիպում։ Երբ Մարգարյանը մտավ նախագահի աշխատասենյակ, նա տեսավ, որ Քոչարյանը միայն չէ։ Այնտեղ էին նաեւ 2 այլ մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց անունները Մարգարյանը ճանաչեց, բայց որոնց ներկայությունը այդ հանդիպման ժամանակ նրան զարմացրեց։ Քոչարյանը առաջարկեց Մարգարյանին նստել եւ սկսեց խոսել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց խոսքերը կոշտ։ Նա ասաց, որ երկիրը գտնվում է դժվար իրավիճակում, որ արտաքին եւ ներքին սպառնալիքները մեծանում են եւ որ անհրաժեշտ է ամուր միասնություն իշխանության ներսում։ Մենք չենք կարող թույլ տալ, որ անհամաձայնությունները մեզ թուլացնեն, ասաց Քոչարյանը։ Մարգարյանը լսում էր լուռ։ Նա հասկանում էր, որ այս խոսքերի հետևում թաքնված է սպառնալիք։ Քոչարյանը չէր ասում բացահայտորեն, բայց հաղորդագրությունը պարզ էր. կամ համագործակցիր, կամ հեռացիր։ Հանդիպումը տևեց 30 րոպե։ Երբ Մարգարյանը դուրս եկավ նախագահական պալատից, նրա դեմքը գունատ էր, իսկ քայլերը ծանր։ Նրա վարորդը, ով սպասում էր դրսում, հիշում է, որ Մարգարյանը նստեց ավտոմեքենայում եւ ասաց. «Տուր ինձ տանը»։ Ճանապարհին նա չխոսեց։ Միայն նայում էր պատուհանից դուրս, կորած մտքերի մեջ։ Երբ նրանք հասան տուն, Մարգարյանը մտավ եւ անմիջապես գնաց իր սենյակ։ Նրա կինը Ռուզաննան փորձեց խոսել նրա հետ, բայց նա միայն ասաց. «Ոչ հիմա, Ռուզան, ես պետք է մտածեմ»։ Հաջորդ օրերին Անդրանիկ Մարգարյանը սկսեց վարվել տարօրինակ։ Նա սկսեց հրաժարվել հանդիպումներից, հետաձգել որոշումները, խուսափել լրագրողներից։ Նրա ամենամոտ գործընկերները նկատեցին, որ նա կորցրել է իր սովորական էներգիան, իր վճռականությունը։
Մի նախկին նախարար, ով այդ ժամանակ աշխատում էր Մարգարյանի հետ, հիշում է. կարծես նա հանձնվել էր։ Կարծես նա գիտեր, որ պայքարը ավարտված է եւ որ նա պարտվել է։ Բայց ինչու էր Մարգարյանը հանձնվել։ Ինչ էր տեսել։ Ինչ էր իմացել, որ նրան այդքան խորապես կոտրեց։ Արդյոք նրան սպառնացել էին ոչ միայն նրա, այլև նրա ընտանիքի անվտանգությանը։ Արդյոք նրան ասվել էր, որ եթե նա շարունակի դիմադրել, նրա որդիները կտուժեն։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք կարող ենք միայն կռահել, բայց մի բան հստակ է։ Անդրանիկ Մարգարյանը այդ օրերին ապրում էր անտանելի ճնշման տակ։ 1997 թվականի նոյեմբերի սկզբին Մարգարյանը կատարեց մի քայլ, որը շատերը համարեցին անսպասելի։ Նա հրավիրեց իր երկու որդիներին, Տարոնին եւ Թևոսին, եւ ասաց նրանց, որ ուզում է, որ նրանք մեկնեն արտասահման, ուսումը շարունակելու համար։ Տարոնը զարմացավ։ Նա հենց նոր էր ավարտել համալսարանը եւ պլանավորում էր մնալ Հայաստանում, գուցե սկսել աշխատել հոր կառավարությունում։ Բայց Անդրանիկը պնդեց. «Դուք պետք է գնաք», ասաց նա։ «Այստեղ ձեզ համար ապագա չկա, ոչ այժմ»։ Տարոնը փորձեց հարցնել, թե ինչու, բայց հայրը չբացատրեց։ Նա միայն ասաց. «Դու կհասկանաս ամեն ինչ ժամանակին»։ Բայց Տարոնը չգնաց։ Նա մերժեց հոր առաջարկը։ Նա ասաց, որ չի կարող թողնել ընտանիքը այդպիսի դժվար պահին։ Անդրանիկը չպնդեց ավելի։ Նա միայն գրկեց որդուն եւ ասաց. «Ապա խոստացիր ինձ, որ դու միշտ կհիշես, թե ով ես եւ ինչից ես եկել»։ Արդյոք Անդրանիկ Մարգարյանը գիտեր, որ իր ժամանակը սպառվում է։ Արդյոք նա փորձում էր պաշտպանել իր որդիներին այն փոթորկից, որը գալու էր։ Եվ ամենակարևորը, արդյոք Տարոնը հասկացավ այդ նախազգուշացումը։ Արդյոք նա հիշեց հոր խոսքերը, երբ տարիներ անց նրան առաջարկվեց իշխանություն, այն մարդկանցից, ովքեր հավանաբար պատասխանատու էին հոր մահվան համար։ Սրանք հարցեր են, որոնք այրում են Հայաստանի հասարակության սիրտը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարող են փոխել մեր պատկերացումները ոչ միայն Անդրանիկ Մարգարյանի մասին, այլև նրա որդու Տարոն Մարգարյանի մասին, ով դարձավ Երևանի քաղաքապետ եւ ծառայեց այն համակարգին, որը շատերը մեղադրում են հոր մահվան մեջ։ Երբ մարդ մեռնում է իր աշխատասենյակում, առանց ականատեսների, առանց վերջին խոսքերի, առանց հնարավորության պաշտպանվելու, մնում է միայն մեկ բան՝ բժշկական եզրակացությունը։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ այդ եզրակացությունը գրվում է ոչ թե բժիշկների, այլ քաղաքական հանձնարարականով։ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Անդրանիկ Մարգարյանի մարմինը տեղափոխվեց կարդիոլոգիայի կենտրոն, բուժաշխատողները նկատեցին մի բան անսովոր։ Մարմնի ջերմաստիճանը դեռևս չէր իջել այնքան, որքան պետք է իջներ 2 ժամ անց մահից։ Լյարդի տեղաշարժը ցույց էր տալիս, որ մարմինը շարժվել է մահից հետո։ Իսկ ամենակարևորը, աչքերի սպիտակուցները ունեին թույլ կարմրավուն երանգ, որը բնորոշ է թթվածնի սուր պակասին։ Բժիշկներից մեկը, երիտասարդ պաթոլոգ, ով այդ օրը հերթապահում էր, սկսեց գրել մանրամասն նկարագրություն։ Բայց նրա ավագ գործընկերը, փորձառու դատաբժիշկ, ով աշխատում էր համակարգում 30 տարի, դադարեցրեց նրան։ «Սրտի կաթված», ասաց նա կարճ, «գրիր սրտի կաթված եւ ստորագրիր»։ Երիտասարդ բժիշկը փորձեց առարկել, բայց ավագը նայեց նրան այնպիսի հայացքով, որ ամեն բառ ավելորդ դարձավ։ Այդ երիտասարդ բժիշկը այժմ ապրում է Գերմանիայում եւ համաձայնել է խոսել միայն պայմանով, որ նրա անունը չհրապարակվի։ «Ես գիտեի, որ ինչ-որ բան սխալ է», ասում է նա, «բայց ես նաեւ գիտեի, որ եթե խոսեմ, ես կդառնամ հաջորդ մարմինը այդ սառը սենյակում»։ Բայց եկեք վերադառնանք 3 շաբաթ առաջ, 1997 թվականի դեկտեմբերի սկիզբ։ Անդրանիկ Մարգարյանը սկսեց բողոքել գլխացավերից։ Ոչ սովորական գլխացավեր, այլ սուր, կծկող ցավեր, որոնք հարձակվում էին առանց նախազգուշացման եւ տևում մի քանի ժամ։ Նրա կինը Ռուզաննան պնդեց, որ նա գնա բժշկի մոտ, բայց Մարգարյանը մերժեց։ «Ես չունեմ ժամանակ», ասաց նա։ Բայց ճշմարտությունը այլ էր։ Մարգարյանը վախենում էր բժշկից։ Ոչ թե հիվանդությունից, այլ նրանից, թե ինչ կարող էին գտնել բժիշկները եւ ում կարող էին հաղորդել այդ տեղեկությունը։ Նա հիշում էր, թե ինչպես էին անհետացել նրա նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքները։ Նա հիշում էր գաղտնի այցելուի խոսքերը հոկտեմբերին։ Եվ նա հասկանում էր, որ նրա առողջությունը այլևս չէր պատկանում նրան, այն դարձել էր քաղաքական գործիք։ Դեկտեմբերի 12-ին Մարգարյանը ընկավ իր աշխատասենյակում։ Նրա օգնականը, ով լսեց աղմուկը, վազեց ներս եւ տեսավ վարչապետին գետնին, գիտակցություն կորցրած, դեմքը մոխրագույն։ Շտապ օգնությունը եկավ 15 րոպե անց։ 15 րոպե, որի ընթացքում Մարգարյանի ուղեղը չստացավ բավարար թթվածին։ 15 րոպե, որը կարող է լինել տարբերություն կյանքի եւ մահվան միջև։ Բայց ինչու շտապ օգնությունը ուշացավ։
Կառավարական տունը գտնվում է Երևանի կենտրոնում, շտապ օգնության կայանից ընդամենը 3 րոպե հեռավորության վրա։ Ով էր հրամայել, որ շտապ օգնությունը չշտապի։ Կտամ գուցե շտապ օգնությունը սպասում էր հրամանի, թե երբ կարելի է մեկնել։ Այս հարցերը տանջում են բոլոր նրանց, ովքեր ականատես էին այդ օրվա դեպքերին։ Մարգարյանին տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ նա մնաց 3 օր, կիսագիտակցական վիճակում։ Նրա ընտանիքը չթույլատրվեց տեսնել նրան առաջին 48 ժամվա ընթացքում։ Պաշտոնական բացատրությունն այն էր, որ վարչապետի վիճակը չափազանց ծանր է եւ որ այցելուները կարող են վնասել նրա առողջությանը։ Բայց իրականում, ինչպես հետագայում պարզվեց, այդ ժամանակահատվածում Մարգարյանին տրվում էին դեղամիջոցներ, որոնց անունները երբեք չհայտնվեցին պաշտոնական բժշկական փաստաթղթերում։ Մի բուժքույր, ով աշխատում էր այդ բաժանմունքում, հիշում է, որ բժիշկները ստացել էին հատուկ հրահանգներ, ոչ մի տեղեկություն չգրանցել Մարգարյանի բուժման մասին։ Մենք պարզապես կատարում էինք հրամանները, ասում է նա։ Մենք չգիտեինք, թե ինչ էինք անում եւ ինչու։ Այդ բուժքույրը այժմ ապրում է Ռուսաստանում եւ խոսում է միայն պայմանով, որ նրա ինքնությունը մնա գաղտնի։ Դեկտեմբերի 15-ին Մարգարյանի վիճակը կայունացավ։ Նա վերականգնեց գիտակցությունը եւ նույնիսկ կարողացավ խոսել իր կնոջ հետ։ Ռուզաննան հիշում է, որ Անդրանիկը բռնել էր նրա ձեռքը եւ շշնջացել. «Նրանք փորձեցին, Ռուզան, նրանք փորձեցին, բայց ես դեռ այստեղ եմ»։ Երբ Ռուզաննան հարցրեց, թե ով է փորձել, Մարգարյանը չպատասխանեց։ Նա միայն փակեց աչքերը եւ շարունակեց պահել նրա ձեռքը։ Բժիշկները ասացին, որ վարչապետը կարող է տուն գնալ մի քանի օրից։ Ընտանիքը սկսեց պատրաստվել նրա վերադարձին։ Տարոնը եւ Թևոսը մաքրեցին հոր սենյակը, գնեցին թարմ ծաղիկներ, պատրաստեցին նրա սիրելի ուտեստները։ Նրանք հավատացին, որ ամենավատը անցել է, բայց նրանք սխալվում էին։ Դեկտեմբերի 19 տերեկոյան ժամը 8-ին, երբ Ռուզաննան այցելեց ամուսնուն հիվանդանոցում, նա նկատեց, որ Անդրանիկի սենյակում կա նոր բժիշկ, մարդ, ում նա երբեք չէր տեսել։ Այդ բժիշկը ներկայացավ որպես կարդիոլոգ, ով եկել էր Մոսկվայից խորհրդատվության համար։ Նա խոսեց ռուսերեն կատարյալ առոգանությամբ, բայց նրա աչքերը սառն էին, անզգայուն։ Ռուզաննան զգաց անհանգստություն, բայց չասաց ոչինչ։ Նա նստեց ամուսնու կողքին եւ սկսեց պատմել տան մասին, որդիների մասին, այն մասին, թե ինչպես են բոլորը սպասում նրա վերադարձին։ Մարգարյանը լսում էր ժպտալով, բայց նրա աչքերում կար մի տխրություն, որը Ռուզաննան չէր կարող հասկանալ։ Ժամը 9:30 երեկոյան բուժքույրը մտավ եւ ասաց, որ այցելուների ժամանակը ավարտվել է։ Ռուզաննան համբուրեց ամուսնուն եւ ասաց. «Վաղը կգամ կրկին»։ Մարգարյանը պահեց նրա ձեռքը մի քանի վայրկյան ավելի երկար, քան սովորաբար, եւ շշնջաց. «Ես սիրում եմ քեզ, Ռուզան, միշտ հիշիր դա»։ Սրանք էին վերջին խոսքերը, որ Ռուզաննան լսեց իր ամուսնուց։ Գիշերը ժամը 2-ին Անդրանիկ Մարգարյանի սիրտը կանգ առավ։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ կրկնակի սրտի կաթվածից։ Բայց բուժքույրը, ով այդ գիշեր հերթապահում էր, պատմում է այլ պատմություն։ Նա ասում է, որ ժամը 1:30-ին նա տեսավ, թե ինչպես է Մոսկվայից եկած բժիշկը մտնում Մարգարյանի սենյակ փոքրիկ շիշ ձեռքին։ Նա մնաց այնտեղ 10 րոպե։ Երբ նա դուրս եկավ, նա ասաց բուժքրոջը. «Վարչապետը քնած է, մի անհանգստացրեք նրան»։ 20 րոպե անց մոնիտորները սկսեցին ազդանշաններ տալ։ Երբ բուժքույրը վազեց ներս, Մարգարյանը այլևս չէր շնչում։ Վերակենդանացման փորձերը տևեցին 40 րոպե, բայց անօգուտ։ Մոսկվայից եկած բժիշկը անհետացավ դեռ մինչև շտապ օգնության թիմի ժամանումը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու նրա անունը չհայտնվեց ոչ մի պաշտոնական փաստաթղթում։ Եվ ամենակարևորը, ինչ էր այդ շիշում, որը նա տարավ Մարգարյանի սենյակ։ Երբ մարդ մեռնում է, նրա ընտանիքը ունի իրավունք իմանալ ճշմարտությունը։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ այդ ճշմարտությունը թաղվում է նրա հետ միասին։ Անդրանիկ Մարգարյանի թաղման օրը 1997 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանը լցված էր մարդկանցով։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ եկան հարգանք տալու վարչապետին, ով ծառայել էր երկրին 5 տարի։ Նրանք լացում էին, նրանք աղոթում էին, նրանք չէին կարող հավատալ, որ այդ մարդը, ով երբեք չհիվանդացավ, հրապարակավ, ով միշտ ուժեղ եւ էներգիայով լի էր, հանկարծ մահացել է սրտի կաթվածից։ Բայց մի փոքր խումբ մարդիկ, ովքեր կանգնած էին հեռվից եւ դիտում էին արարողությունը, գիտեին ճշմարտությունը։ Նրանք գիտեին, որ Մարգարյանի մահը չէր եղել բնական։ Նրանք գիտեին, որ դա էր սպանություն, որը կազմակերպվել էր այնքան հմտորեն, որ երբեք չէր կարող ապացուցվել։ Թաղումից հետո Տարոն Մարգարյանը փակվեց իր սենյակում 3 օր։ Նա չուտեց, քիչ քնեց, միայն նստում էր եւ մտածում։ Նրա մայրը Ռուզաննան փորձեց խոսել նրա հետ, բայց Տարոնը չպատասխանեց։ Նա էր ընտանիքի ավագ որդին, եւ նա զգում է, որ պարտավոր է ինչ-որ բան անել։ Բայց ինչ։
Ինչպես կարող էր 22 տարեկան երիտասարդը պայքարել համակարգի դեմ, որը սպանել էր նրա հորը։ Ինչպես կարող էր նա ապացուցել այն, ինչ բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր համարձակվում ասել։ Դեկտեմբերի 31-ին օրը Տարոնի մոտ եկավ մի մարդ։ Այդ մարդը ներկայացավ որպես հոր նախկին գործընկեր, բայց Տարոնը երբեք չէր տեսել նրան։ Այցելուն ասաց, որ ունի տեղեկություններ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին, տեղեկություններ, որոնք կարող են ամեն ինչ փոխել։ Բայց այդ տեղեկությունները վտանգավոր են, եւ եթե Տարոնը ուզում է դրանք իմանալ նա պետք է պատրաստ լինի հետևանքներին։ Տարոնը համաձայնեց լսել։ Այցելուն պատմեց նրան մի պատմություն, որը սառեցրեց նրա արյունը։ Նա ասաց, որ Անդրանիկ Մարգարյանի մահը պլանավորվել էր 3 ամիս առաջ, որ որոշումը կայացվել էր ամենաբարձր մակարդակում, եւ որ կատարողները եղել են պրոֆեսիոնալներ, ովքեր եկել էին արտերկրից։ Նա ասաց նաև, որ Մարգարյանին սպանել են, որովհետև նա պատրաստվում էր հրապարակել փաստաթղթեր, որոնք կբացահայտեին կոռուպցիայի ամբողջ ցանցը իշխանության ներսում։ Այդ փաստաթղթերը գողացվել էին մայիսին, բայց Մարգարյանը ունեցել էր պատճեններ, որոնք նա պահել էր գաղտնի վայրում։ Երբ նրանք իմացել էին դրա մասին, նրանք որոշել էին, որ Մարգարյանը պետք է լռեցվի մշտապես։ Տարոնը լսում էր սարսափով։ Նա հարցրեց. «Ո՞վ են նրանք»։ Այցելուն նայեց նրան երկար, հետո ասաց. «Եթե ես ասեմ քեզ անունները, դու կդառնաս նպատակ, եւ ես չեմ ուզում, որ քո մայրը կորցնի 2 տղամարդկանց»։ Բայց Տարոնը պնդեց. նա ուզում էր իմանալ ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան ցավոտ կլիներ այն։ Այցելուն հառաչեց եւ ասաց. «Լավ, բայց հիշիր, ես քեզ նախազգուշացրի»։ Նա հանեց փոքրիկ ծրար եւ տվեց Տարոնին։ Այստեղ կան անուններ, ամսաթվեր, վայրեր։ Այստեղ է ամեն ինչ, ինչ քեզ պետք է իմանալ։ Բայց եթե դու որոշես օգտագործել այս տեղեկությունները, դու պետք է պատրաստ լինես պայքարի, որը կտևի ամբողջ կյանքդ։ Տարոնը վերցրեց ծրարը դողացող ձեռքերով։ Երբ այցելուն հեռացավ, նա բացեց այն եւ սկսեց կարդալ։ Այն, ինչ նա տեսավ այդ էջերում, փոխեց նրան ընդմիշտ։ Այնտեղ էին անուններ, որոնք նա ճանաչում էր, անուններ, որոնք պատկանում էին մարդկանց, ում նա տեսել էր հոր թաղման ժամանակ, մարդկանց, ովքեր արտահայտել էին ցավակցություն եւ խոստացել էին օգնել ընտանիքին։ Այնտեղ էին նաև ամսաթվեր, հանդիպումների ամսաթվեր, որոնք տեղի էին ունեցել մահից առաջ, հանդիպումներ, որտեղ քննարկվել էր, թե ինչպես լուծել Մարգարյանի խնդիրը։ Տարոնը կարդաց ամբողջ գիշեր։ Երբ արշալույսը բացվեց, նա նստած էր իր սենյակում, աչքերը կարմիր, դեմքը գունատ։ Նա հասկացավ, որ ունի 2 ընտրություն։ Առաջինը վերցնել այդ փաստաթղթերը եւ գնալ ոստիկանություն, դատախազություն, լրատվամիջոցներ, բացահայտել ամեն ինչ եւ պահանջել արդարություն։ Բայց նա նաև գիտեր, որ եթե ընտրի այդ ճանապարհը, նա եւ նրա ընտանիքը կդառնան նպատակներ։ Նրանք կապրեն վախի մեջ, միշտ նայելով ուսերի հետևից, միշտ սպասելով հաջորդ հարձակմանը։ Երկրորդ ընտրությունը՝ լռել։ Թաղել այդ փաստաթղթերը, մոռանալ այն, ինչ իմացել է, եւ փորձել ապրել նորմալ կյանք։ Բայց ինչպես կարող էր նա լռել, երբ գիտեր, որ նրա հայրը սպանվել է։ Ինչպես կարող էր նա շարունակել ապրել, գիտենալով, որ սպանողները ազատ են, որ նրանք շարունակում են վայելել իշխանությունը, որ նրանք քնում են հանգիստ, մինչդեռ նրա հայրը պառկած է սառը գերեզմանում։ Տարոն Մարգարյանը կայացրեց որոշում այդ առավոտ։ Որոշում, որը կորոշեր նրա ողջ ապագան։ Նա վերցրեց փաստաթղթերը եւ այրեց դրանք։ Նա դիտեց, թե ինչպես են էջերը վերածվում մոխրի, ինչպես են անունները եւ ամսաթվերը անհետանում կրակի մեջ։ Երբ վերջին էջը այրվեց, նա նստեց եւ լաց եղավ։ Նա լաց եղավ ոչ միայն հոր համար, այլև իր համար, իր ընտանիքի համար, իր երկրի համար։ Նա լաց եղավ, որովհետև հասկացավ, որ արդարությունը Հայաստանում միայց երազանք է, որ իշխանությունը միշտ հաղթում է ճշմարտությանը, եւ որ նրանք, ովքեր համարձակվում են դիմադրել, վերջանում են նույն ճակատագրով, ինչ նրա հայրը։ Բայց արդյոք Տարոնը իսկապես այրեց այդ փաստաթղթերը։ Արդյոք նա իսկապես հրաժարվեց արդարությունից։ Թե նա պարզապես սպասեց ճիշտ պահին, երբ նա կարող էր օգտագործել այդ տեղեկությունները ոչ թե վրեժխնդրության, այլ իշխանության համար։ Տարիներ անցան։ Հայաստանը փոխվեց, բայց միևնույն ժամանակ մնաց նույնը։ Նոր դեմքեր եկան իշխանության, բայց հին համակարգը շարունակեց գործել։ Տարոն Մարգարյանը ավարտեց համալսարանը, ստացավ աշխատանք մասնավոր ընկերությունում, ապրում էր հանգիստ կյանք։ Նա չխոսեց քաղաքականության մասին, չմասնակցեց հանրային միջոցառումներին, չտվեց հարցազրույցներ։ Նա կարծես փորձում էր անհետանալ, դառնալ անտեսանելի։ Բայց 1999 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը վերընտրվեց նախագահ եւ Սերժ Սարգսյանը դարձավ պաշտպանության նախարար, ամեն ինչ փոխվեց։
Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ համարվում էր Քոչարյանի ամենամոտ դաշնակիցը, սկսեց կառուցել իր սեփական իշխանական ցանցը։ Նա գիտեր, որ Քոչարյանը չի մնալու նախագահ ընդմիշտ, եւ որ նա պետք է պատրաստվի իր սեփական նախագահությանը։ Բայց դա պահանջում էր ոչ միայն քաղաքական ուժ, այլև լեգիտիմություն, հանրության աջակցություն, պատկեր մարդու, ով հոգ է տանում ժողովրդի մասին։ Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը հիշեց Անդրանիկ Մարգարյանի մասին։ Մարգարյանը, ով մահացել էր 10 տարի առաջ, դեռևս հիշվում էր որպես բարի, ազնիվ, նվիրված վարչապետ։ Նրա անունը դեռևս արտասանվում էր հարգանքով, եւ Սարգսյանը մտածեց. ինչ կլիներ, եթե նա կարողանար օգտագործել այդ անունը, այդ հիշողությունը, այդ լեգիտիմությունը իր սեփական նպատակների համար։ Ինչ կլիներ, եթե նա կարողանար համոզել Անդրանիկ Մարգարյանի որդուն Տարոնին միանալ իր թիմին, դառնալ նրա դաշնակիցը։ Դա կլիներ հիանալի քայլ, ցույց տալ, որ նա հարգում է Մարգարյանի հիշատակը, որ նա հոգ է տանում նրա ընտանիքի մասին, որ նա շարունակում է նրա գործը։ Եվ միևնույն ժամանակ դա կլիներ ապահովագրություն, եթե Տարոնը նրա կողմում է, ապա նա երբեք չի խոսի հոր մահվան մասին, երբեք չի բարձրացնի անհարմար հարցեր։ 1999 թվականի մարտին Տարոն Մարգարյանը ստացավ հրավեր հանդիպման Սերժ Սարգսյանի հետ։ Հրավերը եկավ ոչ պաշտոնական ուղիներով, այլ անձնական նամակով, որը հանձնեց մի մարդ, ում Տարոնը ճանաչում էր որպես Սարգսյանի մոտ օգնական։ Նամակում Սարգսյանը գրել էր, որ ուզում է խոսել Տարոնի հետ հոր մասին, որ ունի հարգանք Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ եւ որ ցանկանում է օգնել ընտանիքին։ Տարոնը կարդաց նամակը եւ զգաց, թե ինչպես է նրա ստամոքսը սեղմվում։ Նա գիտեր, որ Սերժ Սարգսյանը եղել է մեկը այն մարդկանցից, ովքեր կանգնած էին Քոչարյանի հետևում, երբ որոշումը կայացվեց հոր մահվան մասին։ Նա գիտեր, որ Սարգսյանը գիտեր ճշմարտությունը եւ հավանաբար նույնիսկ մասնակցել էր պլանավորմանը։ Բայց նա նաև գիտեր, որ եթե մերժի այս հրավերը, նա կդառնա թշնամի մարդու, ով շուտով կդառնա Հայաստանի ամենահզոր մարդը։ Տարոնը գնաց հանդիպմանը։ Այն տեղի ունեցավ ոչ թե պաշտոնական շենքում, այլ մասնավոր առանձնատանը Նոր Քմարաշ թաղամասում։ Երբ Տարոնը մտավ, Սերժ Սարգսյանը դիմավորեց նրան ջերմորեն, գրկեց, առաջարկեց նստել։ Նրանք խոսեցին մոտ 2 ժամ։ Սարգսյանը խոսեց Անդրանիկ Մարգարյանի մասին, որպես մեծ մարդու, որպես հայրենասեր, որպես ղեկավար, ում Հայաստանը երբեք չի մոռանա։ Նա ասաց, որ Մարգարյանի մահը եղել է ողբերգություն ամբողջ երկրի համար, եւ որ նա անձամբ զգում է պարտավորություն շարունակել նրա գործը։ Տարոնը լսում էր լուր, փորձելով չցույց տալ իր զգացմունքները։ Հետո Սարգսյանը անցավ գործին։ Նա ասաց, որ Հայաստանը կարիք ունի երիտասարդ, կրթված, նվիրված մարդկանց, ովքեր կարող են ծառայել երկրին։ Նա ասաց, որ Տարոնը, որպես Անդրանիկ Մարգարյանի որդի, ունի հատուկ պարտավորություն շարունակել հոր ավանդը, եւ նա առաջարկեց Տարոնին աշխատանք պաշտոն Երևանի քաղաքապետարանում, որտեղ նա կարող է սկսել իր քաղաքական կարիերան։ Տարոնը հարցրեց. «Ինչու ես? Ինչու հիմա»։ Սարգսյանը ժպտաց եւ ասաց. «Որովհետեւ ժամանակն է, որովհետեւ երկիրը կարիք ունի քեզ, եւ որովհետեւ ես հավատում եմ, որ դու կարող ես շատ բան անել Հայաստանի համար»։ Բայց Տարոնը տեսավ ճշմարտությունը այդ խոսքերի հետևում։ Սարգսյանը ուզում էր նրան ոչ թե օգնելու, այլ վերահսկելու համար։ Նա ուզում էր, որ Տարոնը դառնա նրա մարդը, որ նա պարտավորված լինի նրան, որ նա երբեք չկարողանա խոսել հոր մահվան մասին։ Սա էր գործարք՝ լռություն փոխանակ իշխանության։ Եվ Տարոնը պետք է որոշեր՝ ընդունել այդ գործարքը, թե մերժել եւ մնալ հավատարիմ հոր հիշատակին։ Նա նայեց Սարգսյանի աչքերը, այդ սառն հաշվարկող աչքերը, որոնք տեսել էին այնքան մահ, այնքան դավադրություն, այնքան արյուն։ Եվ նա տվեց իր պատասխանը։ Պատասխան, որը կորոշեր ոչ միայն նրա ճակատագիրը, այլև նրա հոգու ճակատագիրը։ Բայց ինչ էր այդ պատասխանը։ Արդյոք Տարոն Մարգարյանը ընդունեց Սերժ Սարգսյանի առաջարկը եւ դարձավ մաս այն համակարգի, որը սպանել էր նրա հորը, թե նա մերժեց եւ ընտրեց ապրել հեռու քաղաքականությունից, պահպանելով իր պատիվը, բայց կորցնելով հնարավորությունը փոխել ինչ-որ բան։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք կիմանանք հաջորդ գլուխներում։ Բայց մի բան հստակ է. այդ օրը, այդ առանձնատանը Տարոն Մարգարյանը կանգնած էր խաչմերուկում, եւ նրա ընտրությունը կորոշեր ոչ միայն նրա ապագան, այլև նրա հոր հիշատակի ճակատագիրը։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Անդրանիկ Մարգարյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթ Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։
1997 թվականի դեկտեմբերի 22-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն ստիպեց նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Նրանց թվում էր Վահագն Խաչատրյանը, Մարգարյանի անձնական պահակապետը, մարդ, ով երդվել էր մահով պաշտպանել վարչապետին։ 38 տարեկան, նախկին հատուկ ջոկատի սպա, ով տեսել էր մահը Ղարաբաղի ճակատում եւ երբեք չէր վախեցել։ Բայց դեկտեմբերի 22-ին, երբ Խաչատրյանը ստացավ հեռախոսազանգ անհայտ համարից, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Զանգող անձը ասաց միայն մեկ նախադասություն. «Քո դուստրը սովորում է թիվ 17 դպրոցում, այնպես չէ»։ Հետո գիծը անջատվեց։ Խաչատրյանը վազեց դպրոց, գտավ իր 7 տարեկան Անին դասարանում ողջ ու առողջ։ Բայց հաղորդագրությունը հասել էր։ Նրանք գիտեին, թե որտեղ է նրա ամենաթանկ արժեքը, եւ նրանք կարող էին հասնել նրան ցանկացած պահի։ Երբ Խաչատրյանը վերադարձավ կառավարական տուն, նա գտավ փակ ծրար իր սեղանին։ Ծրարի ներսում կար 500,000 ամերիկյան դոլար, նոր թղթադրամներ, դեռևս բանկային ժապավենով, եւ մի նշում. «Քո ընտանիքի համար։ Մի լինիր այնտեղ վաղը երեկոյան ժամը 8-ից հետո»։ Խաչատրյանը նստեց իր աթոռին եւ փակեց աչքերը։ Նա հիշեց, թե ինչպես էր Անդրանիկ Մարգարյանը եկել նրա հարսանիքին, ինչպես էր բարձրացրել բաժակը նրա երջանկության համար, ինչպես էր ասել. «Վահագն, դու ինձ համար ընտանիք ես»։ Բայց այժմ նա պետք է ընտրեր Մարգարյանը, թե իր իսկական ընտանիքը։ Մարդը, ով երդվել էր պաշտպանել, թե աղջիկը, ով սպասում էր նրան տանը իր նոր նկարներով մանկապարտեզից։ Դա չէր եղել ընտրություն, դա էր տանջանք։ Եվ երբ դեկտեմբերի 23-ի երեկոյան Խաչատրյանը զանգահարեց տուն եւ ասաց կնոջը, որ ուշ կգա, նրա ձայնը կոտրվեց։ Նա գիտեր, որ հենց նոր ստորագրեց Անդրանիկ Մարգարյանի մահավճիռը, բայց նա նաեւ գիտեր, որ եթե չաներ դա, հաջորդ ծրարը կլիներ ոչ թե փողով, այլ նրա դստեր լուսանկարով դիակարանում։ Բայց Խաչատրյանը միակը չէր։ Կային ուրիշներ։ Մարգարյանի անձնական բժիշկը, ով ստացավ սպառնալիք, որ նրա բժշկական լիցենզիան կկասեցվի, եւ նա երբեք այլևս չի կարողանա աշխատել։ Կառավարական տան ադմինիստրատորը, ում ասացին, որ նրա որդին, ով ծառայում էր բանակում, կարող է ունենալ դժբախտ պատահար վարժանքների ժամանակ, վարչապետի անձնական վարորդը, ում ցույց տվեցին լուսանկարներ նրա կնոջ հետ մեկ այլ տղամարդու հետ, լուսանկարներ, որոնք կարող էին ոչնչացնել նրա ամուսնությունը։ Յուրաքանչյուրը ուներ իր թույլ կողմը, յուրաքանչյուրը ուներ ինչ-որ բան, որը կարող էր կորցնել, եւ նրանք գիտեին դա։ Նրանք ուսումնասիրել էին յուրաքանչյուր մարդու, գտել էին յուրաքանչյուրի վախը եւ օգտագործել էին այն որպես զենք։ Սա չէր եղել պարզապես սպանություն։ Սա էր վիրաբուժական ճշգրտությամբ իրականացված օպերացիա, որտեղ յուրաքանչյուր մարդ, ով կարող էր պաշտպանել Մարգարյանին, նախապես չեզոքացվել էր ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն։ Նրանք վերածվել էին մարիոնետների, ովքեր շարժվում էին անտեսանելի թելերով։ Դեկտեմբերի 23-ի առավոտյան Անդրանիկ Մարգարյանը արթնացավ եւ զգաց, որ ինչ-որ բան սխալ է։ Նրա աշխատասենյակի դուռը, որը միշտ պահպանվում էր երկու պահակների կողմից, այժմ ուներ միայն մեկ։ Երբ նա հարցրեց, թե որտեղ է Խաչատրյանը, պահակը ասաց, որ նա հիվանդացել է եւ տուն է գնացել։ Մարգարյանը նայեց պահակի աչքերը եւ տեսավ ճշմարտությունը։ Խաչատրյանը չէր հիվանդացել, նա փափախել էր։ Կամ ավելի վատ, նրան հեռացրել էին։ Մարգարյանը մտավ իր աշխատասենյակ եւ փակեց դուռը։ Նա նստեց իր սեղանի մոտ եւ բացեց դարակը, որտեղ պահում էր իր անձնական զենքը, մակարով ատրճանակ, որը տրվել էր նրան դեռևս խորհրդային ժամանակներում։ Զենքը չկար։ Ինչ-որ մեկը վերցրել էր այն։ Ինչ-որ մեկը, ով ուներ մուտք նրա աշխատասենյակ, ով գիտեր, թե որտեղ է զենքը պահվում։ Մարգարյանը հասկացավ, որ նա այլևս չի վերահսկում իր սեփական անվտանգությունը։ Նա դա դարձել էր գերի իր սեփական գրասենյակում։ Նա վերցրեց հեռախոսը եւ փորձեց զանգահարել Ռուզաննային, բայց գիծը մեռած էր։ Փորձեց զանգահարել իր օգնականին, նույն բանը։ Փորձեց զանգահարել ազգային անվտանգության ծառայություն, համարը չէր պատասխանում։ Նա էր ամբողջովին մեկուսացված։ Մարգարյանը կանգնեց եւ մոտեցավ պատուհանին։ Դրսում կառավարական տան բակում նա տեսավ մի տեսարան, որը սառեցրեց նրա արյունը։ 3 սև ավտոմեքենա կանգնած էին մուտքի մոտ, շարժիչները միացված, պատրաստ մեկնելու։ Եվ մարդիկ, ում նա չէր ճանաչում, մարդիկ ռազմական համազգեստներով, բայց առանց կոչումների նշանների, պտտվում էին շենքի շուրջը։ Սրանք չէին եղել նրա պահակները, սրանք էին ուրիշ մարդիկ, մարդիկ, ովքեր եկել էին նրա համար։ Մարգարյանը նստեց կրկին իր սեղանի մոտ եւ բացեց դարակը, որտեղ պահում էր հոր լուսանկարը։ Նա նայեց այդ հին գունատ լուսանկարին, հայրը, ով մահացել էր, երբ Անդրանիկը 15 տարեկան էր, հայրը, ով միշտ ասում էր. «Որդիս,
երբեք մի ծնրադրիր անարդարության առջև։ Եվ Մարգարյանը գիտեր, որ նա չի ծնրադրի, նույնիսկ եթե դա նշանակում էր մահ։ Ժամը 3-ն էր ցերեկվա, երբ դուռը բացվեց առանց թակելու։ Մտավ մի մարդ, ում Մարգարյանը ճանաչեց անմիջապես։ Արման Սահակյանը, ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, մարդ, ում Մարգարյանը երբեք չէր վստահել։ Սահակյանը ժպտաց, սառն, մեխանիկական ժպիտ, որը չհասավ նրա աչքերին։ «Պարոն վարչապետ», ասաց նա, «մենք պետք է խոսենք»։ Մարգարյանը չպատասխանեց։ Նա միայն նայեց Սահակյանին սպասելով։ Սահակյանը մոտեցավ սեղանին և դրեց մի ծրար։ «Սա ձեզ համար», ասաց նա։ «Ներսում կգտնեք ամեն ինչ, ինչ ձեզ պետք է իմանալ»։ Մարգարյանը բացեց ծրարը դողացող ձեռքերով։ Ներսում կար մի փաստաթուղթ, հրաժարականի դիմում, արդեն պատրաստված, պահանջում էր միայն ստորագրություն։ Եվ մի ավիատոմս, Երևան-Մոսկվա, մեկնում դեկտեմբերի 25, ժամը 10 երեկոյան։ «Դուք ունեք ընտրություն», ասաց Սահակյանը։ «Ստորագրեք և գնացեք։ Ապրեք հանգիստ կյանք արտասահմանում, ձեր ընտանիքի հետ։ Կամ մերժեք և բախվեք հետևանքներին»։ Մարգարյանը նայեց փաստաթղթին, հետո Սահակյանին։ «Եվ եթե ես մերժեմ», հարցրեց նա հանգիստ ձայնով։ Սահակյանը ուսերը թոթվեց։ «Ապա վաղը առավոտյան ձեր կինը կգտնի ձեզ ձեր աշխատասենյակում, սրտի կաթված, ողբերգական, բայց ոչ անսպասելի, հաշվի առնելով ձեր առողջական պատմությունը»։ Նա դադար տվեց, թույլ տալով խոսքերին ընկնել։ «Եվ ձեր որդիները, Տարոնը և Թևոսը, կմնան որբեր, ովքեր կապրեն հարցերի հետ, որոնց երբեք չեն ստանա պատասխաններ»։ Մարգարյանը զգաց, թե ինչպես է նրա կրծքավանդակը սեղմվում։ Նա մտածեց Ռուզաննայի մասին, ով սպասում էր նրան տանը։ Մտածեց Տարոնի մասին, ով հենց նոր էր ավարտել համալսարանը և ուներ ողջ կյանքը առջևում։ Մտածեց Թևոսի մասին, ով դեռ 19 տարեկան էր և երազում էր դառնալ ճարտարապետ։ Արդյոք նա կարող էր դատապարտել նրանց այն ցավին, որը նա գիտեր գալու էր։ Բայց հետո նա մտածեց բոլոր այն մարդկանց մասին, ովքեր վստահել էին նրան, ովքեր հավատացել էին, որ նա կփոխի Հայաստանը։ Մտածեց բոլոր այն խոստումների մասին, որ տվել էր, բոլոր այն երազանքների մասին, որ տեսել էր։ Եվ նա հասկացավ, որ եթե ստորագրի այդ թուղթը, եթե փախչի, ապա նա դավաճանի ոչ միայն իրեն, այլև ամեն մեկին, ով երբևէ հավատացել է նրան։ Նա վերցրեց հրաժարականի դիմումը և պատռեց այն կիսով։ «Ասա քո տերերին», ասաց նա Սահակյանին, «որ Անդրանիկ Մարգարյանը երբեք չի փախչի։ Եթե նրանք ուզում են ինձ, նրանք գիտեն, թե որտեղ գտնել»։ Սահակյանի դեմքը մնաց անարտահայտ։ Նա միայն գլուխը շարժեց, կարծես հաստատելով ինչ-որ բան, որ արդեն գիտեր։ «Ինչպես ցանկանաք, պարոն վարչապետ», ասաց նա և դուրս գնաց։ Երբ դուռը փակվեց, Մարգարյանը նստեց և դողացող ձեռքերով գրեց մի նամակ իր կնոջը։ Նամակ, որը նա թաքցրեց իր սեղանի գաղտնի դարակում։ Նամակ, որը Ռուզաննան կգտներ միայն տարիներ անց։ Նամակում նա գրեց ամեն ինչ՝ անունները, ամսաթվերը, գործարքները։ Եվ վերջում նա գրեց. «Ներեցեք ինձ, որ ընտրեցի պատիվը ձեր անվտանգության փոխարեն, բայց ես չէի կարող այլ կերպ ապրել»։ Արդյոք այդ նամակը երբևէ գտնվեց։ Արդյոք Ռուզաննան իմացավ ամբողջ ճշմարտությունը։ Եվ ամենակարևորը, արդյոք Տարոն Մարգարյանը, երբ տարիներ անց նստեց Սերժ Սարգսյանի դիմաց և լսեց առաջարկը դառնալ Երևանի քաղաքապետ, արդյոք նա հիշեց հոր վերջին խոսքերը այդ նամակում։ Թե նա ընտրեց մոռանալ, ընտրեց հավատալ, որ համագործակցությունը այն մարդկանց հետ, ովքեր սպանել էին նրա հորը, կարող է լինել ճանապարհ դեպի փոփոխություն։ Կամ գուցե նա պարզապես ընտրեց իշխանությունը, անկախ կնից։ Երբ խոսում ենք պետական գաղտնիքների մասին, մենք սովորաբար պատկերացնում ենք փակ դարակներ, կոդավորված փաստաթղթեր, գաղտնի հանդիպումներ։ Բայց ամենավտանգավոր գաղտնիքները չեն պահվում դարակներում, դրանք պահվում են մարդկանց գլխում, մարդկանցով, ովքեր տեսել են չափազանց շատ բան և գիտեն, որ խոսելը նշանակում է մահ։ 1997 թվականի դեկտեմբերի 25-ին, երբ Անդրանիկ Մարգարյանի մարմինը դեռ տաք էր, մի խումբ մարդիկ հավաքվեցին գաղտնի վայրում Երևանի արվարձաններում։ Այդ վայրը չէր նշված ոչ մի քարտեզի վրա, չուներ պաշտոնական հասցե, գոյություն ուներ միայն նրանց համար, ովքեր գիտեին, թե որտեղ փնտրել։ Հին խորհրդային ժամանակների ստորգետնյա բունկեր, կառուցված 50-րդ թվականներին միջուկային պատերազմի դեպքում, այժմ վերածված էր հանդիպման վայրի այն մարդկանց համար, ովքեր չէին ուզում, որ իրենց զրույցները լսեն։ Այդ գիշեր այնտեղ էին 6 մարդ, 6-ը, ովքեր գիտեին ամբողջ ճշմարտությունը Մարգարյանի մահվան մասին։ Նրանց թվում էր Արման Սահակյանը, ազգային անվտանգության ծառայության փոխտնօրենը, ով տեսավ Մարգարյանին վերջին անգամ կենդանի։ Էր նաև Գևորգ Դանիելյանը, առողջապահության նախարարության գլխավոր բժիշկը, ով ստորագրեց մահվան վկայականը առանց իսկապես զննելու մարմինը։
Էր Վարդան Պետրոսյանը, կառավարական տան ադմինիստրատորը, ով հեռացրեց անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները այն գիշերից։ Էր Արթուր Գրիգորյանը, Մարգարյանի անձնական վարորդը, ով տեսավ, թե ինչպես են անհայտ մարդիկ մտնում վարչապետի աշխատասենյակ։ Էր Սուսաննա Հակոբյանը, բուժքույրը, ով ներկա էր հիվանդանոցում Մարգարյանի վերջին գիշերը։ Եվ էր մեկ այլ մարդ, ում դեմքը թաքնված էր ստվերների մեջ, մարդ, ով խոսեց միայն մեկ անգամ, բայց ում խոսքերը ստիպեցին բոլորին լռել։ Սահակյանը սկսեց հանդիպումը։ «Մենք բոլորս գիտենք, թե ինչու ենք այստեղ», ասաց նա։ «Մենք բոլորս տեսանք ինչ-որ բան, որ չպետք է տեսնեինք։ Մենք բոլորս գիտենք ինչ-որ բան, որ չպետք է գիտենայինք։ Եվ մենք բոլորս հասկանում ենք, որ եթե խոսենք, մենք կդառնանք հաջորդները»։ Նա դադար տվեց, նայելով յուրաքանչյուր դեմքին։ «Բայց մենք նաև հասկանում ենք, որ լռելը նշանակում է ապրել մեղավորության հետ։ Ապրել գիտակցելով, որ մենք թույլ տվեցինք, որ մի լավ մարդ սպանվի, եւ մենք ոչինչ չանեցինք դա կանխելու համար»։ Դանիելյանը, բժիշկը, խոսեց հաջորդը։ «Ես տեսա նրա մարմինը», ասաց նա, նրա ձայնը դողում էր։ «Ես տեսա նշանները։ Դա չէր եղել սրտի կաթված, դա էր ինչ-որ այլ բան։ Բայց երբ ես փորձեցի գրել ճշմարտությունը, ինձ ասացին, որ եթե չգրեմ սրտի կաթված, ես կկորցնեմ ամեն ինչ՝ իմ աշխատանքը, իմ ընտանիքը, իմ կյանքը»։ Պետրոսյանը, ադմինիստրատորը, ավելացրեց իր պատմությունը։ «Ես տեսա տեսախցիկների ձայնագրությունները նախքան դրանք ջնջելը», ասաց նա։ «Ես տեսա, թե ինչպես են 3 մարդիկ մտնում Մարգարյանի աշխատասենյակ ժամը 11-ին երեկոյան։ Ես տեսա, թե ինչպես են նրանք դուրս գալիս 20 րոպե անց։ Եվ ես տեսա, թե ինչպես է Մարգարյանը մնում ներսում, անշարժ, գլուխը սեղանին։ Բայց երբ ես փորձեցի պահպանել այդ ձայնագրությունը, ինձ ասացին, որ համակարգը խափանվել է եւ ամեն ինչ ջնջվել է»։ Գրիգորյանը, վարորդը, պատմեց, թե ինչպես է տեսել անհայտ ավտոմեքենաներ կառավարական տան մոտ այն գիշերը։ Ավտոմեքենաներ առանց համարանիշների, ավտոմեքենաներ, որոնք եկան եւ գնացին առանց որևէ հետք թողնելու։ Հակոբյանը, բուժքույրը, լաց եղավ, երբ պատմեց Մոսկվայից եկած բժշկի մասին, ով մտավ Մարգարյանի սենյակ այն վերջին գիշերը փոքրիկ շիշ ձեռքին։ Բայց ամենաանհանգստացնող պատմությունը եկավ ստվերների մեջ թաքնված մարդուց։ Երբ նա խոսեց, նրա ձայնը փոխված էր, կարծես օգտագործում էր ձայնափոխիչ։ «Ես եմ այն մարդը, ով տեսավ ամբողջ պլանը», ասաց նա։ «Ես եմ այն մարդը, ով ներկա էր հանդիպումներին, որտեղ որոշումը կայացվեց։ Եվ ես կարող եմ ասել ձեզ, որ Անդրանիկ Մարգարյանի մահը չէր եղել պարզապես քաղաքական սպանություն։ Դա էր հաղորդագրություն։ Հաղորդագրություն բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ կարող են դիմադրել համակարգին։ Հաղորդագրություն, որ ասում էր, ոչ ոք անձեռնմխելի չէ, ոչ ոք չի կարող խոսել ճշմարտությունը առանց հետևանքների»։ Նա դադար տվեց, թույլ տալով իր խոսքերին ընկնել։ «Եվ ամենավատը այն է, որ նրանք արդեն պլանավորում են հաջորդը։ Արդեն կա ցուցակ մարդկանց, ովքեր գիտեն չափազանց շատ բան, ովքեր տեսել են չափազանց շատ բան։ Եվ մենք բոլորս այդ ցուցակում ենք»։ Սենյակը լռեց։ Յուրաքանչյուրը մտածում էր նույն բանի մասին։ Արդյոք նրանք հաջորդներն են։ Արդյոք նրանց ընտանիքները անվտանգ են։ Արդյոք կա ելք այս ամբողջից։ Սահակյանը խոսեց կրկին։ «Մենք ունենք ընտրություն», ասաց նա։ «Մենք կարող ենք լռել եւ հույս ունենալ, որ նրանք մոռանան մեզ։ Կամ մենք կարող ենք փորձել ինչ-որ բան անել, փորձել պահպանել ապացույցները, փորձել գտնել մարդկանց, ովքեր կլսեն մեզ, փորձել բացահայտել ճշմարտությունը»։ Դանիելյանը, բժիշկը, ծիծաղեց դառնորեն։ «Եվ ով կլսի մեզ», հարցրեց նա։ «Ոստիկանությունը։ Նրանք վերահսկվում են նույն մարդկանց կողմից։ Դատախազությունը, նույն բանը։ Լրատվամիջոցներ, նրանք վախենում են նույնքան, որքան մենք»։ Ստվերների մեջ մարդը խոսեց կրկին։ «Կա մեկ ճանապարհ», ասաց նա։ «Մենք պետք է ստեղծենք արխիվ, գաղտնի արխիվ, որտեղ մենք կպահենք ամեն ինչ, փաստաթղթերը, ձայնագրությունները, մեր վկայությունները։ Մենք պետք է թաքցնենք այն այնպիսի վայրում, որտեղ նրանք երբեք չեն գտնի։ Եվ մենք պետք է համոզվենք, որ եթե մեզանից մեկի հետ ինչ-որ բան պատահի, արխիվը ավտոմատ կերպով կուղարկվի մարդկանց, ովքեր կարող են օգտագործել այն»։ Սա էր ռիսկային պլան, բայց դա էր միակ պլանը, որ ուներ իմաստ։ Նրանք բոլորը համաձայնեցին։ Հաջորդ 3 ամիսների ընթացքում նրանք հավաքեցին ամեն ինչ, ինչ կարող էին գտնել։ Բժշկական զեկույցներ, որոնք ցույց էին տալիս անհամապատասխանություններ պաշտոնական մահվան վկայականի հետ։ Անվտանգության տեսախցիկների ձայնագրությունների պատճեններ, որոնք պահպանվել էին մասնավոր սերվերներում։ Վկայությունների գրավոր տարբերակներ, ստորագրված եւ կնքված։ Լուսանկարներ անհայտ մարդկանց, ովքեր տեսնվել էին կառավարական տան մոտ այն գիշերը։ Եվ ամենակարևորը՝ անունների ցուցակ։
Ի ցուցակ, անուններ մարդկանց, ովքեր պատվիրել էին սպանությունը, ովքեր կազմակերպել էին այն, ովքեր կատարել էին այն։ Նրանք թաքցրեցին արխիվը 3 տարբեր վայրերում։ Մեկը Երևանում, հին շենքի ստորգետնյա սենյակում, որը պատկանում էր Պետրոսյանի ընտանիքին։ Մեկը Գյումրիում, եկեղեցու գաղտնի սենյակում, որտեղ քահանան համաձայնեց պահել այն, առանց հարցեր տալու։ Եվ մեկը արտասահմանում, ուղարկված վստահելի մարդու, ով ապրում էր Ֆրանսիայում։ Նրանք նաև ստեղծեցին մահվան անջատիչ, համակարգ, որը ավտոմատ կերպով կուղարկեր արխիվը լրատվամիջոցներին, եթե նրանցից մեկը չհաստատեր իր ապրելը ամեն 3 ամիսը մեկ։ Սա էր նրանց ապահովագրությունը։ Սա էր նրանց միակ պաշտպանությունը։ Բայց արդյոք դա բավարար էր։ Արդյոք նրանք չգիտեին արդեն այս պլանի մասին։ Արդյոք նրանցից մեկը չէր դավաճան, ով հաղորդում էր ամեն ինչ վերև։ 1998 թվականի մարտին, 3 ամիս անց արխիվի ստեղծումից, Վարդան Պետրոսյանը, կառավարական տան ադմինիստրատորը, մահացավ ավտովթարից։ Պաշտոնական տարբերակով նա կորցրել էր վերահսկողությունը իր ավտոմեքենայի վրա եւ բախվել էր ծառին։ Բայց նրա ընտանիքը պնդում էր, որ Պետրոսյանը երբեք չէր խմում, երբեք չէր արագ վարում, երբեք չէր ունեցել վթարներ։ Եվ ավտոմեքենայի զննումը ցույց տվեց, որ արգելակները կտրվել էին ոչ թե մաշվել, այլ կտրվել սուր գործիքով։ Բայց քննությունը փակվեց 1 շաբաթ անց, որպես պատահար։ Մնացած 5-ը հասկացան հաղորդագրությունը։ Նրանք սկսեցին մահանալ։ Մեկ առ մեկ, տարբեր ձևերով, բայց միշտ պատահականորեն։ Արթուր Գրիգորյանը, վարորդը, մահացավ սրտի կաթվածից, չնայած որ նա միայն 42 տարեկան էր եւ երբեք չէր ունեցել սրտի խնդիրներ։ Սուսաննա Հակոբյանը, բուժքույրը, ինքնասպան եղավ, թողնելով նշում, որտեղ գրված էր, որ նա չի կարող ապրել մեղավորության հետ։ Բայց նրա ընտանիքը երբեք չհավատաց դրան։ Նրանք ասում էին, որ Սուսաննան երջանիկ էր, որ նա պլաններ ուներ ապագայի համար, որ նա երբեք չէր խոսել ինքնասպանության մասին։ Մինչև 1999 թվականի վերջը 6-ից մնացել էին միայն 2-ը՝ Արման Սահակյանը եւ ստվերների մեջ մարդը։ Սահակյանը գիտեր, որ նա հաջորդն է։ Նա սկսեց ապրել պարանոյայի մեջ, փոխելով իր երթուղին ամեն օր, չուտելով ռեստորաններում, չվստահելով ոչ ոքի։ Բայց նա նաև գիտեր, որ դա չէր կարող տևել ընդմիշտ։ Վաղ թե ուշ նրանք կգտնեին նրան։ Եվ երբ դա տեղի ունենար, արխիվը կլիներ միակ բանը, որ կարող էր փրկել նրան։ Բայց արդյոք արխիվը դեռ գոյություն ուներ։ Արդյոք նրանք չէին գտել այն արդեն։ Արդյոք մահվան անջատիչը դեռ աշխատում էր։ Սրանք հարցեր էին, որոնց պատասխանները Սահակյանը չգիտեր։ Եվ այդ անորոշությունը սպանում էր նրան ավելի դանդաղ, բայց ավելի ցավոտ, քան ցանկացած ֆիզիկական սպանություն։ Արդյոք այդ գաղտնի արխիվը դեռ գոյություն ունի այսօր։ Արդյոք դա է պատճառը, որ Տարոն Մարգարյանը երբեք չխոսեց հոր մահվան մասին։ Արդյոք նրան սպառնացել են, որ եթե նա խոսի, արխիվը կոչնչացվի եւ ճշմարտությունը կթաղվի ընդմիշտ։ Թե գուցե Տարոնը ինքը գիտի, թե որտեղ է արխիվը, եւ նա պահում է այն որպես իր սեփական ապահովագրությունը, ապահովագրություն այն մարդկանց դեմ, ում նա ծառայում է այժմ։ Կա մի բան, որ ավելի վատ է, քան մահանալը։ Դա է ապրելը, գիտակցելով, որ դու դավաճանեցիր այն մարդուն, ով սիրում էր քեզ ամենաշատը։ Տարոն Մարգարյանը ապրում է այդ իրականության մեջ ամեն օր։ Ամեն առավոտ, երբ նա արթնանում է իր շքեղ տանը կենտրոն թաղամասում, տանը, որը նա գնեց Երևանի քաղաքապետ դառնալուց հետո, նա տեսնում է հոր լուսանկարը պատին։ Այդ լուսանկարում Անդրանիկ Մարգարյանը ժպտում է, ջերմ, անկեղծ ժպիտ մարդու, ով հավատում էր լավ բաներին, ով հավատում էր, որ նրա որդին կշարունակի նրա գործը։ Բայց Տարոնը գիտի, որ նա ոչ միայն չշարունակեց հոր գործը, այլև դարձավ մաս այն համակարգի, որը սպանեց նրան։ Ինչպես է նա ապրում այդ գիտակցության հետ։ Ինչպես է նա նայում հայելու մեջ եւ չտեսնում դավաճան։ 1999 թվականի ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը առաջարկեց Տարոնին աշխատանք քաղաքապետարանում, Տարոնը գիտեր, թե ինչ էր անում։ Նա գիտեր, որ ընդունելով այդ առաջարկը, նա ստորագրում էր պայմանագիր սատանայի հետ։ Բայց նա նաև գիտեր, որ եթե մերժեր, նա եւ նրա ընտանիքը կդառնային նպատակներ։ Նրա մայրը, Ռուզաննան, ով արդեն կորցրել էր ամուսնուն, կկորցներ նաև որդուն։ Նրա եղբայրը Թևոսը, ով դեռ ուսանում էր համալսարանում, կդադարեր իր ուսումը եւ կկորցներ իր ապագան։ Տարոնը չէր կարող թույլ տալ դա։ Նա չէր կարող լինել պատճառը, որ նրա ընտանիքը տուժեր ավելի։ Այնպես որ նա ընդունեց։ Նա ընդունեց աշխատանքը, ընդունեց փողը, ընդունեց իշխանությունը։ Եվ ամեն օր, երբ նա գնում էր աշխատանքի, նա զգում էր, թե ինչպես է մի փոքր մասը նրա հոգուց մեռնում։ Բայց ամենավատ մասը չէր եղել պարզապես աշխատելը համակարգի համար։ Ամենավատ մասը եղավ այն, երբ 1999 թվականի հունիսին Սերժ Սարգսյանը կանչեց Տարոնին իր աշխատասենյակ եւ ասաց նրան ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ «Տարոն», ասաց Սարգսյանը,
Ես գիտեմ, որ դու հարցեր ունես քո հոր մահվան մասին։ Ես գիտեմ, որ դու կասկածում ես, որ դա չէր եղել բնական մահ, եւ ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը։ Տարոնը սառեց։ Նա չէր սպասում, որ Սարգսյանը կբարձրացնի այս թեման։ Սարգսյանը շարունակեց. Քո հայրը մեծ մարդ էր, բայց նա նաև էր խոչընդոտ։ Խոչընդոտ այն փոփոխությունների համար, որոնք Հայաստանը պետք է կատարեր։ Նա չէր հասկանում, որ երկիրը կարիք ուներ ուժեղ ղեկավարության, ոչ թե դեմոկրատիայի։ Նա չէր հասկանում, որ երբեմն անհրաժեշտ է զոհաբերել մեկ մարդու փրկելու ամբողջ ազգը։ Տարոնը զգաց, թե ինչպես է նրա արյունը եռում։ Նա ուզում էր ցատկել, բռնել Սարգսյանի կոկորդը, պահանջել ճշմարտությունը։ Բայց նա մնաց անշարժ։ Սարգսյանը նայեց նրան եւ ժպտաց։ Ես տեսնում եմ, որ դու զայրացած ես, ասաց նա։ Դա բնական է, բայց ես ուզում եմ, որ դու հասկանաս մի բան։ Քո հայրը մեռավ ոչ թե որովհետև մենք ատում էինք նրան, այլ որովհետև մենք սիրում էինք Հայաստանը։ Եվ երբեմն սերը պահանջում է դժվար ընտրություններ։ Նա դադար տվեց, թույլ տալով իր խոսքերին ընկնել։ Այժմ դու ունես ընտրություն։ Դու կարող ես ատել ինձ, ատել համակարգը եւ փորձել վրեժ լուծել։ Բայց եթե դու ընտրես այդ ճանապարհը, դու կոչնչացվես։ Կամ դու կարող ես ընդունել ճշմարտությունը, ընդունել, որ քո հայրը զոհ եղավ ավելի մեծ նպատակի համար եւ շարունակել ծառայել այդ նպատակին։ Ընտրությունը քոնն է։ Տարոնը նստեց լուռ երկար րոպեներ։ Նա մտածում էր հոր մասին, մտածում էր այն խոստումների մասին, որ տվել էր, մտածում էր այն մարդու մասին, ով նա ուզում էր լինել։ Բայց նա նաև մտածում էր իր մոր մասին, իր եղբոր մասին, իր սեփական ապագայի մասին։ Եվ նա կատարեց ընտրություն, որը կհետապնդեր նրան մնացած կյանքի ընթացքում։ Նա նայեց Սարգսյանի աչքերը եւ ասաց. Ես հասկանում եմ։ Երկու պարզ բառ, որոնք կնշանակեին, որ Տարոն Մարգարյանը ընդունեց իր հոր սպանողների տարբերակը, որ նա համաձայնեց լռել, համաձայնեց ծառայել, համաձայնեց դառնալ մաս այն համակարգի, որը սպանել էր նրա հորը։ Սարգսյանը ժպտաց եւ մեկնեց ձեռքը։ Բարի գալուստ թիմ, ասաց նա։ Եվ Տարոնը սեղմեց այդ ձեռքը, որը հավանաբար ստորագրել էր նրա հոր մահավճիռը։ Տարիներ անց, երբ Տարոն Մարգարյանը դարձավ Երևանի քաղաքապետ, նա փորձեց համոզել իրեն, որ նա անում է ճիշտ բանը։ Նա փորձեց համոզել իրեն, որ նա ծառայում է ժողովրդին, որ նա շարունակում է հոր գործը։ Բայց ամեն գիշեր, երբ նա մենակ էր, երբ լույսերը անջատված էին եւ լռությունը ծանր էր, նա լսում էր հոր ձայնը։ Ձայն, որը հարցնում էր. Տարոն, ինչու։ Ինչու դու դավաճանեցիր ինձ։ Ինչու դու ընտրեցիր նրանց։ Եվ Տարոնը չուներ պատասխան։ Նա միայն կարող էր լաց լինել, լուռ, մենակ, գիտակցելով, որ նա կորցրել է ոչ միայն հորը, այլև իր սեփական հոգին։ Արդյոք Տարոն Մարգարյանը երբևէ կգտնի փրկություն։ Արդյոք նա երբևէ կխոսի ճշմարտությունը եւ կփորձի փոխհատուցել իր դավաճանությունը։ Թե նա կշարունակի ապրել այդ սուտի մեջ, ծառայել այն մարդկանց, ովքեր սպանել են նրա հորը եւ հույս ունենալ, որ պատմությունը կմոռանա նրա մեղքերը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն ոչ միայն Տարոն Մարգարյանի ճակատագիրը, այլև Հայաստանի ապագան։ Որովհետև եթե մենք թույլ տանք, որ այդպիսի դավաճանությունները մնան անպատիժ, եթե մենք թույլ տանք, որ իշխանությունը շարունակի սպանել եւ ստել առանց հետևանքների, ապա մենք կորցնում ենք ոչ միայն մեր անցյալը, այլև մեր ապագան։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Անդրանիկ Մարգարյանի անձնական անվտանգության համար, համաձայնեց խոսել տեսախցիկների առջև։ Այն, ինչ նա մեզ պատմեց վերջին շաբաթների մասին, կհիմնովին փոխի այն ամենը, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Մենք նստած էինք փոքրիկ բնակարանում Թբիլիսիում, որտեղ այս մարդը ապրում է վերջին 15 տարին, փոխված անունով, փոխված կյանքով, բայց հիշողություններով, որոնք երբեք չեն թողնում նրան։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բացեց հին տուփը, լի փաստաթղթերով, լուսանկարներով, նշումներով, որոնք նա պահել է այս բոլոր տարիները։ Փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ Մարգարյանի մահը պլանավորվել էր ոչ թե շաբաթներ, այլ ամիսներ առաջ, որ յուրաքանչյուր քայլ հաշվարկված էր մինչև վերջին մանրուքը, որ նույնիսկ բժիշկները, ովքեր փորձեցին փրկել նրան, իրականում հետևում էին սցենարի, որը գրված էր շատ ավելի վերևից։ Այս մարդը պահպանել է անունները, ամսաթվերը, հանդիպումների վայրերը։ Նա պահպանել է նաև ինչ-որ բան ավելի արժեքավոր, ձայնագրություններ, այն զրույցների, որոնք տեղի են ունեցել Մարգարյանի աշխատասենյակում վերջին օրերին։ Զրույցներ, որտեղ վարչապետը խոսում էր իր վախերի, իր կասկածների, իր վերջին ցանկությունների մասին։ Ինչու է այս մարդը որոշել խոսել հենց հիմա, 35 տարի անց։ Ինչու է նա ռիսկի դնում իր կյանքը եւ իր ընտանիքի կյանքը։ Եվ ամենակարևորը, ինչ է նա իմանում Տարոն Մարգարյանի մասին, որ մենք չգիտենք։ Այս մարդու անունը Կարեն Ավագյանն է, եւ նա եղել է Անդրանիկ Մարգարյանի անձնական պահակապետի տեղակալը։
Երբ Վահագն Խաչատրյանը ստացավ սպառնալիքը եւ որոշեց հեռանալ, Ավագյանը մնաց վերջին մարդը, ով իսկապես հոգ էր տանում Մարգարյանի անվտանգության մասին։ Բայց նա նույնպես ստացավ հաղորդագրություն, ոչ թե սպառնալիք, այլ առաջարկ։ Առաջարկ, որը նա չէր կարող մերժել, եթե ուզում էր, որ իր ընտանիքը ապրի։ Նրանք ինձ ասացին, որ ես պետք է լինեմ հիվանդ այն օրը, պատմում է Ավագյանը, նրա ձայնը դեռ դողում է 35 տարի անց։ Նրանք ինձ ասացին, որ ես պետք է չգամ աշխատանքի դեկտեմբերի 23-ին։ Նրանք ինձ ասացին, որ եթե ես լինեմ այնտեղ, ես կդառնամ պատահական զոհ։ Եվ նրանք ինձ ցույց տվեցին լուսանկարներ իմ կնոջ եւ 3 տարեկան դստեր, մանկապարտեզում, խաղահրապարակում, տանը։ Լուսանկարներ, որոնք ասում էին, մենք գիտենք, թե որտեղ են նրանք ամեն րոպե։ Բայց Ավագյանը կատարեց ինչ-որ բան, ինչ ոչ ոք չսպասեց։ Նախքան հեռանալը, նա տեղադրեց փոքրիկ ձայնագրող սարք Մարգարյանի աշխատասենյակում, թաքնված գրքերի դարակի հետևում։ Սարք, որը ակտիվացվում էր ձայնից եւ կարող էր գրանցել մինչեւ 12 ժամ զրույց։ Ես գիտեի, որ ինչ-որ բան տեղի կունենա, ասում է նա։ Ես գիտեի, որ եթե ես չլինեմ այնտեղ, ապա ոչ ոք չի լինի պաշտպանելու նրան։ Բայց ես նաեւ ուզում էի, որ մնա ապացույց։ Ապացույց, որը մի օր կարող է բացահայտել ճշմարտությունը։ Այդ ձայնագրող սարքը գրանցեց ամեն ինչ, ինչ տեղի ունեցավ Մարգարյանի աշխատասենյակում դեկտեմբերի 23-ի երեկոյան։ Գրանցեց, թե ինչպես են 3 մարդիկ մտել ժամը 8:30-ին։ Գրանցեց նրանց զրույցը Մարգարյանի հետ, զրույց, որը տևեց 20 րոպե, եւ որի ընթացքում Մարգարյանը մերժեց վերջին առաջարկը հեռանալու համար։ Եվ գրանցեց այն, ինչ տեղի ունեցավ հետո, ձայները, շարժումները, Մարգարյանի վերջին խոսքերը։ Ավագյանը վերցրեց այդ ձայնագրությունը հաջորդ օրը, մինչև ոստիկանությունը կնքեց աշխատասենյակը։ Նա պատճենեց այն 3 տարբեր վայրերում եւ ուղարկեց մեկ պատճենը արտասահման, իր եղբորը, ով ապրում էր Կանադայում։ Ես գիտեի, որ եթե ես փորձեմ հրապարակել այն անմիջապես, ես կսպանվեմ, բացատրում է նա։ Այնպես որ ես սպասեցի ճիշտ պահին, բայց այդ պահը երբեք չեկավ։ Տարիներ անցան եւ ես տեսա, թե ինչպես է Տարոն Մարգարյանը դառնում քաղաքապետ, ինչպես է նա ծառայում այն մարդկանց, ովքեր սպանել են նրա հորը։ Եվ ես հասկացա, որ եթե նույնիսկ Մարգարյանի որդին չի պայքարում ճշմարտության համար, ապա ով կպայքարի։ Բայց հիմա, երբ Սերժ Սարգսյանը այլևս իշխանության մեջ չէ, երբ համակարգը փոխվել է, Ավագյանը որոշեց, որ ժամանակն է խոսելու։ Ժամանակն է, որ Հայաստանը իմանա ճշմարտությունը։ Մենք լսեցինք այդ ձայնագրությունները։ Մենք լսեցինք Անդրանիկ Մարգարյանի ձայնը, հանգիստ, բայց վճռական, երբ նա ասում է այն 3 մարդկանց. Ես չեմ հեռանա։ Ես չեմ լքի իմ երկիրը։ Եթե դուք ուզում եք ինձ սպանել, արեք դա, բայց իմացեք, որ իմ մահը չի լրացնի ճշմարտությունը։ Կան մարդիկ, ովքեր գիտեն ամեն ինչ, եւ մի օր այդ ճշմարտությունը կբացահայտվի։ Մենք լսեցինք մեկ այն մարդկանցից, ով պատասխանում է. «Պարոն վարչապետ, դուք չեք հասկանում իրավիճակի լրջությունը։ Սա ոչ թե սպառնալիք է, սա փաստ է։ Որոշումը կայացված է ամենաբարձր մակարդակում։ Ձեր ընտրությունը միայն այն է, արդյոք դուք կմեռնեք որպես հերոս, թե որպես դավաճան»։ Եվ մենք լսեցինք Մարգարյանի վերջին խոսքերը, նախքան ձայնագրությունը կտրվում է։ Ասացեք իմ որդուն, Տարոնին, որ ես սիրում եմ նրան։ Ասացեք նրան, որ նա պետք է լինի ուժեղ, եւ ասացեք նրան, որ ճշմարտությունը միշտ հաղթում է, նույնիսկ եթե դա տևում է տասնյակ տարիներ։ Արդյոք Տարոն Մարգարյանը երբևէ լսել է այդ ձայնագրությունը։ Արդյոք նա գիտի, որ նրա հայրը մտածում էր նրա մասին վերջին րոպեներին։ Արդյոք նա գիտի, որ կա ապացույց, որը կարող է ամեն ինչ փոխել։ Եվ եթե նա գիտի, ապա ինչու է նա լռում։ Ինչու է նա շարունակում ծառայել այն համակարգին, որը սպանել է նրա հորը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կորոշեն ոչ միայն Տարոն Մարգարյանի ճակատագիրը, այլև Հայաստանի ապագան։ Պատկերացրեք, որ ամեն օր դուք պետք է նայեք հայելու մեջ եւ տեսնեք մարդու, ով դավաճանեց իր հորը։ Պատկերացրեք, որ ամեն գիշեր դուք պառկում եք քնելու եւ լսում եք ձայներ, որոնք հարցնում են. Ինչու։ Ինչու դու ընտրեցիր նրանց։ Սա է իրականությունը, որում ապրում է Տարոն Մարգարյանը։ Իրականություն, որը նա ստեղծել է իր սեփական ընտրություններով, իր սեփական թուլությամբ, իր սեփական վախով։ Բայց կա մի բան, որ շատերը չգիտեն Տարոն Մարգարյանի մասին, մի բան, որը փոխում է ամբողջ պատկերը։ 1999 թվականի հուլիսին, 3 ամիս անց նրա հանդիպումից Սերժ Սարգսյանի հետ, Տարոնը կատարեց մի քայլ, որը շատերը կհամարեին անհավատալի։ Նա գաղտնի հանդիպում ունեցավ Կարեն Ավագյանի հետ, նրա հոր նախկին պահակապետի տեղակալի հետ, մարդու, ով ուներ ձայնագրությունները։ Այդ հանդիպումը տեղի ունեցավ փոքրիկ սրճարանում Կոնդ թաղամասում, հեռու հետախուզական ծառայությունների աչքերից։ Ավագյանը պատմեց Տարոնին ամեն ինչ, ձայնագրող սարքի մասին,
ձայնագրությունների մասին, այն մասին, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այն գիշերը։ Եվ նա առաջարկեց Տարոնին լսել այդ ձայնագրությունները։ Տարոնը համաձայնեց։ Նրանք գնացին Ավագյանի բնակարան, որտեղ Ավագյանը միացրեց հին ձայնագրիչը։ Եվ Տարոնը լսեց իր հոր ձայնը, առաջին անգամ 3 տարվա ընթացքում։ Լսեց, թե ինչպես է նրա հայրը մերժում հեռանալ, ինչպես է նա պաշտպանում իր սկզբունքները, ինչպես է նա մտածում իր որդիների մասին վերջին րոպեներին։ Երբ ձայնագրությունը ավարտվեց, Տարոնը նստած էր լուռ, արցունքներ հոսում էին նրա դեմքով։ Ավագյանը հարցրեց. «Ինչ ես ուզում անել այս ձայնագրությունների հետ»։ Տարոնը նայեց նրան երկար, հետո ասաց. «Ես ուզում եմ, որ դու դրանք պահես անվտանգ վայրում և սպասես»։ Ավագյանը զարմացավ։ «Սպասեմ ինչի»։ հարցրեց նա։ Տարոնը պատասխանեց. «Սպասիր ճիշտ պահին, երբ այդ ձայնագրությունները կարող են իսկապես փոխել ինչ-որ բան։ Եթե մենք հրապարակենք դրանք հիմա, նրանք կասեն, որ դրանք կեղծ են, նրանք կոչնչացնեն մեզ, և ճշմարտությունը կթաղվի ավելի խորը։ Բայց եթե մենք սպասենք, եթե մենք լինենք համբերատար, ապա մի օր կգա պահ, երբ այդ ձայնագրությունները կդառնան այն զենքը, որը կփլուզի ամբողջ համակարգը»։ Ավագյանը չէր հասկանում։ «Բայց ինչու ես դու աշխատում նրանց համար»։ հարցրեց նա։ «Ինչու ես դու դարձել քաղաքապետ, եթե գիտես ճշմարտությունը»։ Տարոնը ժպտաց դառնորեն։ «Որովհետև միակ ճանապարհը փլուզելու համակարգը դա է լինել ներսում», ասաց նա։ «Միակ ճանապարհը իմանալու նրանց բոլոր գաղտնիքները, նրանց բոլոր թույլ կողմերը, դա է դառնալ նրանցից մեկը։ Եվ երբ ժամանակը գա, երբ նրանք ամենաթույլն են, ես կօգտագործեմ այդ ձայնագրությունները, կօգտագործեմ այն ամենը, ինչ ես սովորել եմ, և կփլուզեմ նրանց ներսից»։ Սա էր Տարոն Մարգարյանի պլանը։ Պլան, որը պահանջում էր տարիներ համբերություն, տարիներ ձևացնելություն, տարիներ ապրելություն սուտի մեջ։ Բայց պլան, որը եթե հաջողվեր, կարող էր վերջապես բերել արդարություն նրա հոր համար։ Բայց արդյոք այդ պլանը իսկապես գոյություն ուներ։ Արդյոք Տարոնը իսկապես սպասում էր ճիշտ պահին, թե սա էր միայն պատրվակ, միայն ճանապարհ արդարացնելու իր դավաճանությունը։ Կարեն Ավագյանը, ով այժմ ապրում է Թբիլիսիում, հավատում է առաջին տարբերակին։ «Ես տեսա նրա աչքերը այն օրը», ասում է նա։ «Ես տեսա ցավը, զայրույթը, վճռականությունը»։ Տարոնը չէր եղել դավաճան, նա էր ռազմավար, նա էր մարդ, ով պատրաստ էր զոհաբերել իր սեփական պատիվը, իր սեփական անունը, որպեսզի մի օր կարողանա վրեժ լուծել իր հոր համար։ Բայց ուրիշները այդպես չեն կարծում։ Նրանք ասում են, որ Տարոնը պարզապես թույլ էր, որ նա ընտրեց հեշտ ճանապարհը, որ նա վաճառեց իր հոգին իշխանության և փողի համար։ Ճշմարտությունը հավանաբար ինչ-որտեղ մեջտեղում է։ Տարոնը հավանաբար սկսեց իր կարիերան իսկական մտադրությամբ վրեժ լուծելու։ Բայց տարիներ անցան և իշխանությունը, փողը, հարմարավետությունը սկսեցին փոխել նրան։ Նա սկսեց վայելել իր կյանքը որպես քաղաքապետ, շքեղ տունը, թանկ ավտոմեքենաները, հարգանքը, որը նա ստանում էր փողոցում։ Եվ դանդաղ, անգիտակցաբար նա սկսեց մոռանալ իր սկզբնական պլանը, սկսեց մոռանալ այն խոստումը, որ տվել էր իր հորը։ Մինչև մի օր նա արթնացավ և հասկացավ, որ դարձել է ճիշտ այն, ինչ նա ատում էր։ Դարձել է մաս այն համակարգի, որը սպանել էր նրա հորը։ Եվ այդ գիտակցումը սպանեց նրան ներսից, ավելի դանդաղ, բայց ավելի ցավ, քան ցանկացած ֆիզիկական մահ։ 1999 թվականի դեկտեմբերին, 10 տարի անց հոր մահից, Տարոն Մարգարյանը գնաց տեղի խաչ գերեզմանատուն։ Նա կանգնեց հոր գերեզմանի մոտ և խոսեց նրա հետ, առաջին անգամ 10 տարվա ընթացքում։ «Հայր», ասաց նա, նրա ձայնը կոտրվում էր, «ես գիտեմ, որ դու հիասթափված ես ինձնով։ Ես գիտեմ, որ ես դավաճանեցի քեզ, բայց ես ուզում եմ, որ դու իմանաս, որ ես երբեք չմոռացա։ Ես երբեք չմոռացա այն, ինչ նրանք արեցին քեզ հետ։ Եվ ես խոստանում եմ, որ մի օր, երբ ժամանակը գա, ես կբացահայտեմ ճշմարտությունը։ Ես կվրեժ լուծեմ քեզ համար, նույնիսկ եթե դա նշանակում է կորցնել ամեն ինչ»։ Բայց արդյոք Տարոնը պահեց այդ խոստումը։ Արդյոք նա իսկապես բացահայտեց ճշմարտությունը։ Թե այդ խոստումը մնաց միայն խոսքեր, որոնք արտասանվեցին գերեզմանի մոտ և հետո մոռացվեցին։ Երբ խոսում ենք դավաճանության մասին, մենք սովորաբար պատկերացնում ենք մի մարդու, ով գիտակցաբար ընտրում է չար կողմը։ Բայց իրական դավաճանությունը ավելի բարդ է։ Իրական դավաճանությունը տեղի է ունենում դանդաղ, քայլ առ քայլ, ընտրություն առ ընտրություն, մինչև մի օր դուք նայում եք հայելու մեջ և չեք ճանաչում այն մարդուն, ով նայում է ետ։ Սա է այն, ինչ տեղի ունեցավ Տարոն Մարգարյանի հետ։ Նա չսկսեց որպես դավաճան։ Նա սկսեց որպես որդի, ով ուզում էր վրեժ լուծել իր հոր համար,
Բայց համակարգը ավելի ուժեղ էր, քան նա կարծում էր։ Համակարգը գիտեր, թե ինչպես կոտրել մարդկանց, ոչ թե ուժով, այլ գայթակղությամբ, խոստումներով, փոքր զիջումներով, որոնք դանդաղ վերածվում են մեծ դավաճանությունների։ 1999 թվականից մինչև 2007 թվական Տարոն Մարգարյանը աշխատեց Երևանի քաղաքապետարանում, տարբեր պաշտոններում, դանդաղ բարձրանալով կարիերային սանդուղքով։ Այդ տարիների ընթացքում նա տեսավ ամեն ինչ՝ կոռուպցիան, գաղտնի գործարքները, այն ճանապարհը, որով պետական փողերը վերածվում էին մասնավոր հարստությունների։ Նա տեսավ, թե ինչպես են որոշումները կայացվում ոչ թե ժողովրդի շահերի համար, այլ նրանց, ովքեր վճարում էին ամենաշատը։ Եվ նա մասնակցեց այդ ամենին։ Ոչ թե որովհետև ուզում էր, այլ որովհետև եթե չմասնակցեր, դու դուրս էիր մղվում։ Եվ եթե դուրս էիր մղվում, դու կորցնում էիր հնարավորությունը փոխել ինչ-որ բան ներսից։ Գոնե այդպես էր Տարոնը արդարացնում իրեն, բայց 2007 թվականին տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Սերժ Սարգսյանը, ով այդ ժամանակ արդեն վարչապետ էր, կանչեց Տարոնին իր աշխատասենյակ եւ առաջարկեց նրան դառնալ Երևանի քաղաքապետ։ Սա էր այն պահը, որի համար Տարոնը սպասել էր 18 տարի։ Սա էր այն պաշտոնը, որը կտար նրան իրական իշխանություն, իրական ազդեցություն, իրական հնարավորություն փոխել ինչ-որ բան։ Բայց սա էր նաև այն պաշտոնը, որը կնշանակեր, որ նա պաշտոնապես դարձել է մաս այն համակարգի, որը սպանել էր նրա հորը։ Տարոնը հարցրեց Սարգսյանին. «Ինչու ես։ Ինչու դու ինձ ես ընտրում»։ Սարգսյանը ժպտաց եւ ասաց. «Որովհետև դու Անդրանիկ Մարգարյանի որդին ես, որովհետև քո անունը դեռ նշանակում է ինչ-որ բան այս երկրում, եւ որովհետև ես գիտեմ, որ դու հասկանում ես խաղի կանոնները»։ Տարոնը ընդունեց առաջարկը։ Նա դարձավ Երևանի քաղաքապետ 2007 թվականի հոկտեմբերին, ճիշտ 10 տարի անց հոր մահից։ Նրա նշանակման օրը շատերը տեսան որպես խորհրդանիշ, որ Անդրանիկ Մարգարյանի ավանդը շարունակվում է նրա որդու միջոցով։ Բայց ուրիշներ տեսան այլ բան։ Նրանք տեսան դավաճանություն հոր հիշատակին, դավաճանություն այն սկզբունքներին, որոնց համար Անդրանիկը մեռավ։ Եվ Տարոնը գիտեր, որ նրանք ճիշտ են։ Նա գիտեր, որ ընդունելով այդ պաշտոնը, նա վերջնականապես դավաճանեց իր հորը։ Բայց նա նաև հույս ուներ, որ գուցե, ուղղակի գուցե, նա կարող է օգտագործել այդ իշխանությունը ինչ-որ լավ բանի համար։ Գուցե նա կարող է փոխել համակարգը ներսից։ Գուցե նա կարող է դառնալ այն փոփոխությունը, որը նրա հայրը երազում էր տեսնել։ Բայց տարիներ անցան, եւ ոչինչ չփոխվեց։ Կոռուպցիան շարունակվեց, գաղտնի գործարքները շարունակվեցին, համակարգը մնաց նույնը։ Եվ Տարոն Մարգարյանը դարձավ մաս այդ համակարգի, ոչ թե փոխելու, այլ պահպանելու համար։ Նա դարձավ այն, ինչից նա ամենաշատն էր վախենում, դարձավ նրանցից մեկը։ Եվ ամենավատը այն էր, որ նա սկսեց հավատալ իր սեփական սուտին։ Սկսեց հավատալ, որ նա իսկապես անում է լավ բան, որ նա իսկապես ծառայում է ժողովրդին, որ նա իսկապես շարունակում է հոր գործը։ Սա էր վերջնական դավաճանությունը։ Ոչ թե դավաճանությունը հորը, այլ դավաճանությունը իր սեփական ճշմարտությանը։ 2018 թվականի ապրիլին, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը եւ Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից, Տարոն Մարգարյանը կանգնած էր խաչմերուկում։ Նա կարող էր միանալ ժողովրդին, կարող էր խոսել ճշմարտությունը, կարող էր վերջապես բացահայտել այն, ինչ նա գիտեր հոր մահվան մասին։ Սա էր այն պահը, որի համար նա ենթադրաբար սպասել էր 21 տարի։ Բայց նա չարեց դա։ Նա լռեց։ Նա հրաժարական տվեց որպես քաղաքապետ եւ անհետացավ հանրային կյանքից։ Ինչու նա չօգտագործեց այդ պահը։ Ինչու նա չբացահայտեց ճշմարտությունը, երբ վերջապես ուներ հնարավորություն դա անելու առանց վախենալու հետևանքներից։ Պատասխանը պարզ է, բայց ցավոտ, որովհետև Տարոնը այլևս չէր հավատում ճշմարտությանը։ Նա այլևս չէր հավատում արդարությանը։ Նա այլևս չէր հավատում, որ ինչ-որ բան կարող է փոխվել։ Նա դարձել էր ծեր, հոգնած, կոտրված մարդ, ով կորցրել էր իր հավատը եւ համակարգում եւ իր սեփական ունակությանը փոխել այն։ Այսօր, երբ դուք քայլում եք Երևանի փողոցներով, դուք կարող եք տեսնել Անդրանիկ Մարգարյանի անունը շենքերի վրա, փողոցների վրա, հուշարձանների վրա։ Նրա հիշատակը պահպանվում է որպես մեծ վարչապետի հիշատակ, մարդու, ով ծառայեց իր երկրին նվիրվածությամբ։ Բայց քիչ մարդիկ են հիշում ճշմարտությունը նրա մահվան մասին, ճշմարտությունը այն մասին, թե ինչպես է նրա որդին դավաճանել նրա հիշատակը։ Քիչ մարդիկ են խոսում այն մասին, թե ինչպես է Տարոն Մարգարյանը ծառայել այն մարդկանց, ովքեր սպանել են նրա հորը։ Քիչ մարդիկ են հարցնում, ինչու նա երբեք չպայքարեց արդարության համար, ինչու նա երբեք չբացահայտեց ճշմարտությունը։ Բայց գուցե ամենաողբերգականը այն է, որ Տարոն Մարգարյանը ոչ թե չարագործ է, ոչ թե հանցագործ։
Նա պարզապես թույլ մարդ է, մարդ, ով չկարողացավ դիմակայել համակարգի ճնշմանը, մարդ, ով ընտրեց անվտանգությունը եւ հարմարավետությունը արդարության եւ ճշմարտության փոխարեն։ Եվ այդ թուլությունը գուցե ավելի վտանգավոր է, քան ցանկացած չարություն, որովհետև երբ լավ մարդիկ լռում են, երբ նրանք ընտրում են չտեսնել, չլսել, չխոսել, ապա չարը հաղթում է։ Ոչ թե որովհետև այն ավելի ուժեղ է, այլ որովհետև լավ մարդիկ թույլ են տալիս դրան հաղթել։ Կարեն Ավագյանը, ով դեռ պահում է այն ձայնագրությունները Թբիլիսիում, հույս ունի, որ մի օր Տարոն Մարգարյանը կգտնի քաջություն խոսելու համար։ Ես հավատում եմ, որ նրա ներսում դեռ կա այն երիտասարդը, ով սիրում էր իր հորը, ասում է նա։ Ես հավատում եմ, որ մի օր նա կարթնանա եւ կհասկանա, որ դեռ ուշ չէ։ Դեռ ուշ չէ ասելու ճշմարտությունը, դեռ ուշ չէ պայքարելու արդարության համար, դեռ ուշ չէ փրկելու իր հոգին։ Բայց ուրիշները այդքան լավատես չեն։ Նրանք ասում են, որ Տարոնը կորցրել է իր հնարավորությունը, որ նա ապրել է սուտի մեջ այնքան երկար, որ այլևս չի կարող տարբերել ճշմարտությունը սուտից, որ նա դարձել է այն, ինչից նա ամենաշատն էր վախենում, եւ որ փրկությունը այլևս հնարավոր չէ։ Ճշմարտությունը հավանաբար մի տեղ մեջտեղում է։ Տարոն Մարգարյանը ապրում է այսօր որպես մասնավոր քաղաքացի, հեռու քաղաքականությունից, հեռու հանրային կյանքից։ Նա ապրում է իր շքեղ տանը, վայելում է իր հարստությունը, որը նա հավաքել է տարիների ընթացքում։ Բայց նա նաև ապրում է իր հիշողությունների հետ, իր մեղավորության հետ, իր ցավի հետ։ Ամեն գիշեր, երբ նա փակում է աչքերը, նա տեսնում է հոր դեմքը։ Տեսնում է այն հայացքը, որը հարցնում է. «Ինչու Տարոն, ինչու դու ինձ դավաճանեցիր»։ Եվ Տարոնը չունի պատասխան։ Նա միայն կարող է լաց լինել, լուռ, մենակ, գիտակցելով, որ նա կորցրել է ոչ միայն հորը, այլև իր սեփական հոգին։ Արդյոք Տարոն Մարգարյանը երբևէ կխոսի։ Արդյոք նա երբևէ կբացահայտի այն ձայնագրությունները, որոնք կարող են ապացուցել, թե ինչպես է նրա հայրը սպանվել։ Արդյոք նա երբևէ կգտնի քաջություն դիմակայելու իր անցյալին եւ պայքարելու արդարության համար։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները գիտի միայն Տարոնը։ Բայց մի բան հստակ է. ժամանակը սպառվում է։ Այն մարդիկ, ովքեր սպանել են Անդրանիկ Մարգարյանին, ծերանում են։ Ապացույցները դանդաղ անհետանում են, եւ եթե Տարոնը չխոսի շուտով, ապա ճշմարտությունը կթաղվի ընդմիշտ։ Եվ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը կմնա միայն որպես խորհրդանիշ, որը օգտագործվեց եւ դավաճանվեց նույն մարդկանցից, ովքեր պնդում են, որ հարգում են նրան։ Հայաստանը արժանի է ճշմարտությանը։ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքը արժանի է ճշմարտությանը։ Եվ Տարոն Մարգարյանը, եթե նրա ներսում դեռ մնացել է մի փոքր մասնիկ այն երիտասարդի, ով սիրում էր իր հորը, արժանի է հնարավորության փրկելու իր հոգին։ Բայց այդ հնարավորությունը կգա միայն, եթե նա ընտրի խոսել, եթե նա ընտրի պայքարել, եթե նա ընտրի լինել այն մարդը, ում նրա հայրը ուզում էր, որ նա լիներ։ Հարցը միայն այն է, արդյոք նա կունենա այդ քաջությունը, արդյոք նա կգտնի այդ ուժը, թե նա կշարունակի ապրել սուտի մեջ, մինչև մի օր նա կմեռնի, տանելով ճշմարտությունը իր հետ գերեզման։ Պատմությունը դատելու է Տարոն Մարգարյանին, ոչ թե այն բանի համար, թե ինչ նա ասաց, այլ այն բանի համար, թե ինչ նա չասաց։ Ոչ թե այն բանի համար, թե ինչ նա արեց, այլ այն բանի համար, թե ինչ նա չարեց։ Եվ այդ դատավճիռը կլինի ավելի խիստ, քան ցանկացած դատարանի դատավճիռ, որովհետև պատմությունը չի մոռանում, պատմությունը չի ների, եւ պատմությունը միշտ վերջապես բացահայտում է ճշմարտությունը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Անդրանիկ Մարգարյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։